yourself like someone who needs your help. Չես սիրում, որ քեզ ասում են coach։ Ես ինձ ներկայացնում եմ որպես մարդ, ով մտածում է։ Բերկադ եւ քայլիր դու ամեն ինչ կարող ես։ Մոտիվացիան մովերը բառից է, որը նշանակում է շարժում։ Լավագույն տարբերակը ուղղակի ինքդ քո հետ պայմանավորվելն է, կթռնեմ ընթացքում կհասկանամ։ Չերչիլը ասել է չարժի հանձնվել այն ժամանակ, երբ Եվրոպան կանգնած էր ցեղասպանության առաջ։ Օրինակ ես իմ կյանքում ամենահեշտ հանձնվող մարդկանցից եմ։ Աղանդի հետևից ընկնել պետք չէ, դա ինչ որ հստակ կրկնված գործողությունների արդյունք է։ Fake it till you make it-ը ընդհանրապես ներքին վիճակների մասին չի խոսքը։ Պայթացնելու են ֆինանսական առաստաղը։ Ֆինանսական առաստաղ պայթացնելու փոխարեն իրականում պայթացնում են այն հատակը, որի վրա մարդիկ կանգնում են։ Ես ուզում եմ Հայաստանում լինի cancel culture։ Cancel են անում հենց այն մարդկանց, ովքեր խոսում են ճիշտը։ Դա դեգրադացիայի արագացված կուրս է։ Ծռնում ես քաոսի մեջ, որտեղ չկա համակարգեր, չկա փորձված ճանապարհներ, ու դու ինքդ քեզանով պետքա այդ քաոսից ինչ որ համակարգ ստեղծես։ Բարև ձեզ սիրելի այլ կարծիքասերներ, մեր գեղեցիկ, փառահեղ, ֆանտաստիկ, պոպոշ բառեր համայնք, մենք կրկին շողշողում ենք ձեր էկրաններին եւ անկախ նրանից, որ Նելիին այս անգամ նույնպես տվել ենք իր առանձին տեսախցիկը, որովհետեւ ռեյկընտրոլում ենք կարող ենք թույլ տալ մեզ դա, բայց իսկ մա ուսը երևում, որ նշանակում է ինքը այսօր նույնպես այստեղ, այս եթե իր ուսն իմ կադրում ամեն դեպքում ներխուժել է, նշանակում է մենք հյուր ունենք, բայց նախքան կանցնենք հյուրին ներկայացնելուն թեմաներից խոսելուց եւ առհասարակ մեր բուն պարտականություններին, ես ունեմ ասելիքներ, դուք ունեք անելիքներ։ Անելիքների շարքից ես չգիտեմ ինչի մինչև այս բառը չեք բաժանորդագրվել, եթե չեք բաժանորդագրվել, ինչա ձեզնից գնում այդ մի կնոպկան սեղմելը, ասենք այս գարնանային փառահեղ օրով, հələ տեսեք դուրսը ինչ եղանակա, դաժե եթե վատնա ինչով է ձեզ այդ եղանակա խանգարում բաժանորդագրվեք։ Patreon դառնալու մասին էլ չեմ ասում, ես արդեն հոգնել եմ ինչքան կարելի է նույն բանը ասել, եւ այնուամենայնիվ եթե այդ ոչ մեկը չեք անում, գոնե գովազդը մինչև նայեք, մինչև վերջ նայեք 2 կոպեկ էլ թող մեզ փող կա, թե ինչ անենք, մենք էլ մեր մոր երեխեքն ենք։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Էվոկա բանկին, ով անվերապահորեն վստահում ու սիրում է մեզ եւ վստահում է իր որակյալ պրոդուկտները մեզ, որպեսզի մենք ներկայացնենք ձեզ, այդպիսով մենք օգնում ենք ձեզ, իրենք օգնում են մեզ եւ առհասարակ աշխարհն ավելի բարի ենք դարձնում, հետեւեք մեր օրինակին, վերադառնալով են առաջի կետերին բաժանորդագրվել է Patreon-աբանա եւ այլն, եւ Արեք ձեզ ինքներդ նվեր ձեռք բերեք Էվոկայի travel card, որը ունի մի շարք առավելություններից, որից օրինակ ես այսօր բացահայտեցի իմ համար, որ կա կոնսիերժ ծառայություն, որը ձեր ճամփորդության ընթացքում 24/7 հասանելի կլինի շատ տարբեր հարցերով, իսկ մասնապես եթե դուք իմ նման տոպոգրաֆիկ կրիտինիզմով եք տարապում, կորում եք, բան ինչ-որ տենց հյուրանոցից դուսն եք մնում, ես տենց սիրելի բաներ ունեմ, ունեք կոնսիերժ Էվոկա travel card-ի հետ միասին, ունեք cashback-եր, ունեք անվճար fast track-եր, ունեք աշխարհի 1200 ավել business lounge-երում անվճար 6 մուտքի հնարավորություն ձեր եւ ձեր ընկերների, սիրելիների, մտերիմների համար։ Մի խոսքով, լավագույնն է ինչ կարող եք անել, եթե դուք սիրում եք ճամփորդել, իսկ եթե չեք սիրում, այս էպիզոդի ընթացքում ինձ թվում է սիրեք ճամփորդել, որտեղ մենք այսօր ճամփորդելու ենք դեպի գիտակցության անհունը։ Ես շատ խոսեցի, բայց աշխատանքային պարտականությունների շարունակում եք, խնդրում եմ ինձ 500 դրամ ավելացրեք էլի այս ամենի համար, ես իմ աշխատանքային պայմանագրում այսքանը չկա։ Այսօր մեր հյուրն է Դավիթը։ Դավիթին կարծում եմ Instagram-ում հանդիպած կլինեք, այն ոչ պոպուլյար կոնտենտ ստեղծող, մտքի, մտածողության, մարդու գիտակցության, տիեզերքի եւ անհունի վերաբերյալ իրոք ինձ համար դժվարություն է ներկայացնում Դավիթի պրոֆիլը եւ զբաղվածությունը նկարագրել, բայց ինձ թվում է ընթացքում բարձ կլինի, նաեւ բարձ կլինի այն թեմաներից, որ մենք քննարկելու ենք, իսկ մենք քննարկելու ենք շատ տարբեր թեմաներ։ Այդ ընթացքում արդեն կբացահայտենք Դավ ջան ողջույն։ Բարև ձեզ։ Վերջապես ես մարդկանց էլ խոսք տալու խնդրում եմ։ Նախ Դավիթը իրեն կներկայացնի, ես շատ ուզում եմ կիսենք իմ ու Հայկանի կարծիքը իր կոնտենտի մասին, որովհետև ես երբ քո edge-ը մտա առաջի անգամ, ես ունեի խորը համոզմունք, որ դա կոգնիտիվ վարքային հոգեբանի edge է։ Կամ մարդու edge, ով առնվազն ունի կրթություն, կարող է ուղղակի պրակտիկ աշխատանքով չի զբաղվում ու երբ իմացա, որ չէ, որ դա ուղղակի քո հետաքրքրությունների շրջանակն է ավելի շատ, աննկարագրելի հիացած էի խորքային մոտեցումով process-ին ու գիտահեն ու չէ, դա իրոք նենց տպավորություն է, ոնց որ կոգնիտիվի աշխարհ ես մտնում, երբ որ այդ ռիլերը նայում ես Դավիթի։
մտածողության ուղեղի կառուցվածքի ու ես շատ խորհուրդ եմ տալիս, մենք Դավիթի Instagram-ը կթողենք, բոլոր հետաքրքրվածներին անպայման հետևել, որովհետև ինձ շատ հաճախ ասում են, որ ես շատ ակտիվ չեմ, Հայկանն էլ ասում, ինչ որ ռիլեր եւ նմանատիպ բաներ չեմ նկարահանում, ուղղակի ուզում ասեմ, հենա Դավիթը արդեն անում։ Ես իր հետ խիստ համաձայն եմ դրա համար, հա, իր կոնտենտը ինձ թվում է արդեն բավարար է։ Չէ, իրականում Instagram-ը սկրոլ անելուց, երբ օրինակ դու տեսնում ես ինչ որ ճիշտը կորցրած ինչ որ տենց պալմայի տակ նստած անհայտ ցակման երևույթներ, ովքեր իրանց դրել են քոուչի տեղ եւ հոգեվորսությամբ են զբաղված ու հիմնականում Instagram-ը, երբ ես հանդիպում եմ քոուչ ասվածին, ես տեսնում եմ հենց այդ տեսակի մարդկանց, ովքեր աղերս չունեն որևէ տեսակի գիտական հետազոտության հետ, կարդացել են մեկ միավոր գիրք կամ ավելի վատ լսել են այդ գիրքը, ինչ որ տենց իրենց նման հոգեվորսների ճիրաններն ընկնելով որոշել են, որ պետքա դա կիրառեն եւ խոցելի հուզական վատ վիճակում գտնվող, սոցիալական վատ պայմաններում ապրող մարդկանց թույլ կարգավիճակից օգտվելով կորզել գումար, ես ուրիշ բառով, քան շարլատանություն դա չեմ կարող անվանել ու այդ ամեն ինչի մեջ Դավիթի կոնտենտին հանդիպել, հասկանալ, որ մարդը հոգեբան չի ոնց Նելին ասեց, բայց ծայրահեղ գիտահեն մոտեցում ունի, ես մասնագետ չեմ, բայց ամեն դեպքում ինքս էլ 2018 թվից թերապիաների մեջ եմ եղել, ուսումնասիրել եմ եւ այլն, շատ ուրախացանք եւ որոշեցինք, որ անվերապահորեն Դավիթը պետք է իր աթոռը զբաղեցնի այլ կարծիքի տաղավարում։ Այն մի հատ էլ 500 ավելացրա։ Խնդրում եմ։ Ես կարամ շնորհակալություն ձեզ հայտնեմ։ Իհարկե, բայ շտյանս, իհարկե։ Իմ համար իրականում մարդկանց կարծիքներին ես շատ ուշադրություն չեմ դարձնում, բայց ձեր կարծիքին ուշադրություն չդարձնելը անհնար է։ Առաջի հերթին դուք երևի պոդքաստ ինդուստրիա կարելի է ասել, մեր հայկական պոդքաստ ինդուստրիա, շուկայում, պոդքաստների շուկայում դուք եզակի մարդկանցից եք, ում ես իրականում լսում եմ։ Իմ քույրն է ուղարկել առաջի անգամ ձեր պոդքաստը ինձ։ Ուզում եի ասեի, որ մասնագետի կողմից տենց կարծիք լսելը մեծ բան է իմ համար նշանակում ու նաև Հայկանի կողմից տենց կարծիք լսելը, որովհետև ես գիտեմ, որ ոչ Հայկանը, ոչ դուք շատ չեք շռայլում ուղակի գովեստի խոսքեր, այլ ասում եք ինչ որ իրականում մտածում եք, դա շատ կարևոր է։ Շատ ճիշտ ես ասում Դավիթ ջան։ Բայց մենք քեզ ընդհատեցինք, չթողեցինք քեզ ներկայացնես։ Շատ հետաքրքիր է, որ մարդուն կարանք այտենց հարց տանք, ով ես դու, ներկայացի ու մարդը պետք է ընդամենը մի քանի նախադասության մեջ տեղավորի իր ամբողջ էությունը, ասենց ասած, ու ես միշտ այս հարցին հանդիպելուց ասենց կոգնիտիվ դիսոնանսի մեջ եմ ընկնում մի քիչ, որովհետև դժվար է նկարագրել ամբողջ քո էությունը երկու նախադասությունով կամ 2-3 պիտակ կպցնելով մասնագիտական կոնկրետ։ Ես կարող եմ ասեմ, որ զբաղվել եմ իմ մասնագիտացումը մեդիա եւ հաղորդակցություններ ոլորտում է, media and communications, զբաղվել եմ executive coaching-ով, բիզնեսով, սեփական, ինչեւ որս աշխատում եմ այլ կազմակերպությունում որպես գործառնական տնօրեն, նոր սկսել եմ բլոգ ու այս ցուցակը ասեն շարունակվում է։ Իսկ ինչեք, հա, վերջացրու, կներես։ Ուզում եի ասեի, այս պիտակների ցանկը չշարունակելու համար ես ինձ ներկայացնում եմ որպես մարդ, ով մտածում է։ Այ ոնց հասկացար քեզ հետաքրքրի այդ թեմաները առհասարակ ու ինչի։ Հոգեբանության, կոգնիտիվ հոգեբանության, նեյրոգիտության թեմաները։ Հա, որովհետև քո մոտ ավելի լայն է, էլի, մի քիչ այդքան հոգեբանություն չի, ինքը հենց նեյրոգիտությունն է։ Հա, այդ թեմաները ինձ սկսել է հետաքրքրել դեռ շատ, չեմ ուզում ասեմ մանկուց, բայց պատանեկության տարիքից, երևի տենց 14-15 տարեկանից ռեզուլտատը ինտրոսպեկցիայի, այսինքն ես ինքս ինձ միշտ հետաքրքրել եմ մարդը որպես գոյություն ունեցող ամենամիստիկ եւ առեղծվածային էակ ինձ միշտ հետաքրքրել է ու մարդու բացահայտելու իմ գործիքներից մեկը հենց եղել է հոգեբանությունը, կոգնիտիվ գիտությունները ու հետո նոր արդեն նեյրոգիտությունը, հենց ուղեղս հասել է նեյրոգիտությանը։ Այստեղ այդ ուղեղը հասնելու հետ կապված մի հատ հարց ունեմ, որովհետև ամեն դեպքում պատանիների դեռահասների մոտ հետաքրքրությունների շրջանակը, եթե վերցնենք որպես մեծամասնություն, հա, չէ՞ քո դեպքը վստահաբար կարող եմ ասել բացառությունն է, որ դեռահասը սկսի հետաքրքրվել կոգնիտիվիզմով, հոգեբանությամբ, սեփական այ դրանով ինչա պատահել
Ինչից հետո է, ինչի արդյունքում է, ինչով պայմանավորված է, որ դու այդ տարիքից սկսել ես հետաքրքրվել դրանով, որտեվ ինձ աննկարագրելի հետաքրքիր, որտեվ այս պատասխանը կարող է միգուցե հուշի որոշ մարդկանց, ովքեր ունեն դեռահաս երեխաներ, ինչ միջավայր կարելի է ստեղծել երեխայի համար, որ ոչ թե ինչ որ X բանով հետաքրքրվի, այլ Y բանով հետաքրքրվի, որ ավելի օգտակար է, չեմ ուզում ինչ որ անուն կպցնել որևէ զբաղմունքի։ Այստեղ ես երկու ճանապարհ եմ տեսնում։ Իմ ճանապարհը դեպի այդ ինտրոսպեկցիա ասածը եղել է շատ մեծ երազանք ունենալու հետևանք ու ինձ պետք էր հասկանալ ես ոնց կարող եմ հասնել այդ իմ երազանքին։ Երկրորդ ճանապարհը դա կյանքի վատ պայմաններն է, որ մարդուն կարող է դրթի դրան։ Իմ պարագայում դա չի եղել, հակառակը, այսինքն ես մեծացել եմ ապահով ընտանիքում, ունեցել եմ բավականին ապահով կյանք, ու ես ինձ կարողացել եմ թույլ տալ ավել մտածել նենց բաների մասին, որոնց մասին մարդիկ չեն մտածում, որովհետև իրանց գիտակցությունը գտնվում է օրինակ գոյատևման պայքարի մեջ։ Ես կարողացա պատասխանեմ ձեր հարցին։ Միանշանակ։ Ես ուզում էի քեզ հարցնեի, դու ամեն դեպքում չես սիրում, որ քեզ ասում են coach, չէ՞։ Մենք երկար մտածում ենք այդ բառը վերջը ասենք, թե չէ, շատ հասկանում եմ ինչին։ Մասնագիտական տեսանկյունից ես էլ կուզենամ հետո իմ կարծիք ասեմ, բայց կուզենամ մի հատ ասես դու ինչի չես հավանում այդ բառը։ Հիմա ասեմ, ուրեմն այդ բառը գալիս է մի հատ էմոցիոնալ բագաժով, այսպես ասած։ Մարդիկ այն ինչին ծանոթ չեն, օգտագործելով իրենց երևակայությունը ստեղծում են իրենց սեփական եզրակացությունները այդ մասնագիտություն երևի ասենք այս coaching-ին, հա։ Կամ եթե չեն կարողանում գտնել թե որն է իրենց մասնագիտությունը, ուղղակի անունը դնում են coaching ու անցնում են առաջ, որովհետև տենց հեշտ է պիտակավորել։ Մեր այսօր մենք մի հատ խնդիր ունենք, որ Instagram-ով սոցիալական մեդիաներով հանդես եկող անձինք ուղղակի coaching ասացի տակ զբաղվում են լրիվ ուրիշ գործունեությամբ։ Ինչպես Հայկանը նշեց, հոգեվորսությամբ, ինչը ընդհանրապես կապ չունի coaching-ի հետ։ Իսկ ինչ է coaching-ը դա։ Շատ լավ հարց է։ Coaching-ը ընդամենը, եթե բառը ուղիղ թարգմանենք մեր սիրած հայերեն training, այսինքն մարզում ու իրանից չի եթե ասում են coaching, դա չի իրանից ենթադրում անձնային աճ։ Կա coaching-ի տարբեր տեսակներ։ Ցանկացած մարդ կարող լինի coach այն բնագավառում, որտեղ ինքը ունի բավականաչափ գիտելիք եւ հմտություն, պատրաստի գործիքակազմ, որը որ կարող տա ցանկացած ուրիշ մարդու, որը կհասնի նույն արդյունքներին։ Այստեղ կարևոր է նշել, որ այդ արդյունքները պետք է լինեն չափելի։ Այսինքն, երբ որ այս տեղափոխվում է անձնային աճ, անչափելի արդյունքներով, coaching բառը այստեղ ընդհանրապես չպետք է օգտագործվի։ Ինչա coaching-ը մարզում։ Այն coach-երը, որոնց մասին ես ամբողջությամբ կիսում եմ ձեր երկուսի կարծիքն էլ, որ անձնային աճը մարզել հնարավոր չի, բայց այն coach-երը, ովքեր իրենց ներկայացնում են որպես անձնային աճի coach, մարզիչ, չգիտեմ, եւ այլն, ասում են, որ փոխում են մտածողություն, սրանք ցիտատներ են իմ սիրելի մարդկանց ռիլերից, որոնք անխուսափելի են ցավոք սրտի, փոխում են մտածողություն, փոխում են տեսանկյուններ, ուղեղում բացում են ինչ որ կետեր, այս ամբողջը ցիտատներ է, հա, ես միգուցե իմ կենսաբանական եւ նեյրոլոգիական գիտելիքները չեն բավարարում, որ հասկանամ ոնց են ուղեղի կետը բացում, իմ իմանալով այդ բանն է, նեյրոխիրուրգիան անուն մենակ, այդպես էլ մենք նամանում, որ ինչ որ աշխատում են գիտակցականի եւ անգիտակցականի հետ, որպեսզի բացեն չակրաները ուղեղի։ Ես բանել այդտեղ կարող եմ ավելացնեմ, ավելի վատ բանել են իրանք ասում, այ իմ խնդիրը այդ բոլոր մարդկանց հետ, ներառյալ են coach-երի, որոնք որ այտենց իրանց ինքնադրսևորում են Instagram-ում, այնա որ այնտեղ միշտ հնչում է նկրտում տրավմայի հետ աշխատելու։ Դեֆիցիտար մարդկանց հետ, այո։ Ձեզ կօգնեմ, չգիտեմ, անձնային աճ ապրեք ինչի մասին էլ որ դա լինի, մի բան է, եւ ես ձեզ կօգնեմ դուք հաղթահարեք ձեր դեստրուկտիվ ընտանիքից դուրս գալը։ Ու փոխկախյալ հարաբերություններից դուրս գալը, որը որ փոխում ինչ-որ ուրիշ տերմին են դարձնում, էական չի, այդ տրավման նենց բան է, որ քեզ սենց վերում տալիս են ու դու անգամ չես իմանում իրան որտեղից կտրես, որտեղ կարող ես սխալ տեղից կտրես։ Էլ ուր մնաց, երբ որ ոչ մասնագետ է, ինչ որ լուրջ տենց առաջարկում է, պալմայի տակ նստած քո ասած, որ ինքը հեսա մի հատ գրքով
երկու խոսակցության ընթացքում քո ամբողջ կյանքը կքանդի, նորից կդասավորի ու դու դրա հաշվին կդառնաս ուրիշ մարդ։ Այս արդեն ակնհայտ շարլատանին տարբերում է մասնագետից իմ կարծիքով։ Կարող ենք ասել, որ խոստումներից է կախված, այսինքն երբ որ դու նայում ես մարդուն, հետևում ես մարդու, ով տալիս է ինչ որ աներևակայելի խոստումներ, ու ընդ որում առաջարկում է շատ փոքր քայլ դրա համար, կարելի ասել, որ դա արդեն շարլատանություն է, այսինքն խաբեբայություն է։ Այստեղ պետքա տարբերակենք թերապիան քոուչինգից։ Թերապիան ենթադրում է աշխատանք ձեր ասած տրավմաների հետ, ենթադրում է աշխատանք փսիխոպաթոլոգիաների հետ եւ այլն։ Քոուչինգը ընդհանրապես այնպես բան չի ենթադրում։ Դա քոուչինգի անձնային աճի քոուչինգի դաշտից լրիվ դուրս է։ Քոուչինգը ավելի շատ կենտրոնացած է օպտիմիզացիայի վրա, իսկ թերապիան բուժման, այստեղ պետքա տարբերակել։ Ես կասեի, որ ցանկացած ու տրավմա ներողություն Դավիթ ջան, ունելի նշած տրավման օպտիմիզացնել հնարավոր չի։ Օպտիմալ տրավման շարունակում մնալ տրավմա ու դա քոուչինգով բուժել, վերացնել, հաղթահարել ուղղակի անհնար է։ Այդ նույն դիետոլոգներն են, ովքեր ինչ որ քամացյութերով ձեզ տոքսիկ դայարիա առաջացնելով նիհարացնում են 3 օրում 6 կիլո։ Այդ նույն մարզիչներն են, ովքեր վերջերս տեսա մի հատ տենց ինչ որ անհասկանալի դեմք ասում է թող գնա բերանը փակի վազի մարդկանց ովքեր ավել քաշ ունեն, ես չգիտեմ ոնց կարելի է տենց առհասարակ հերիք չհրավիրել դրան մի հատ միկրոֆոն տալ, նայել դա սարքել ռիլ, բաց թողել, ամեն դեպքում դիտումների համար մարդկանց ճակատագրեր խեղել եւ խեղաթյուրել հաստատ չարժի, դա տկարամտություն է։ Ու այդ հեշտությունը ոնց որ Դավիթն ասեց, դա կատաստրոֆա է։ Դա թակարդ է, որտեղ մարդիկ ընկնում են ու հաճախ եթե նույնիսկ դուրս են գալիս ավելի վատ վիճակում, քան մտել են, որովհետև տրավմայի հետ տրավման քոուչ անելը որն է, ոնց որ ոդկդ վնասես մարզման ժամանակ, մարզիչդ գա, ասի հիմա վեր կաց 2 կրուգ վազի, կոտրված ոդկդ կկպնի։ Այսինքն կարելի ասել օպտիմիզացնել տրավման հնարավոր է շատ բացասական ուղղությամբ։ Հա, եւ սրացնել, դա սրացում է կոչվում։ Ես գիտես ինչ խնդիր ունեմ, այս քո կարծիքը շատ կուզանամ լսեմ, կարող դու ունես այդ հարցի պատասխանը։ Ես չգիտեմ ջազ դու օրինակ Տոնի Ռոբինսին ոնց ես վերաբերվում։ Իրան որ լսում ես կամ իր այդ, չգիտեմ, գրականությունից օգտվում ես, էական չի։ Գիտես այդ մեսեջը, որը որ փոխածվում է, այդ վերկաց եւ քայլիր, միանշանակ ինչ որ իրավիճակային մոտիվացիա մարդու մեջ սրսկել հաստատ հնարավոր է։ Միգուցե ինչ որ որոշակի ժամանակ ինքը այդ մոտիվացիայի ու հստակ գործողությունների հերթականությունը կրկնելով ինչ որ բաներ կարողանա անի։ Այնտեղ միշտ լինելու է հատկա դեպի իր հին ծրագիրը հաստատ։ Միանշանակ։ Ու ոնց է դա աշխատում, որ օքեյ, դու ապահովում ես միգուցե ինչ որ այդ պահին մի ամսվա ընթացքում հա դու գեր ոգևորված է տրեյնինգներից հետո հեսա ես էլ կանեմ, այն էլ կանեմ, ու քեզ թվում է որ հա ինչ որ լուծումներ գտար, ու հետո նորից, բայց վերադառնում ես նույն կետին։ Ինչքանով է դա առհասարակ համարվում օգտակար աշխատանք, ես չգիտեմ ու որն է այդ աշխատանքի իմաստը, այդ ուղղակի այդ վերկաց եւ քայլիր դու ամեն ինչ կարող ես։ Այդ մոտիվացիայի ուժը, որ մարդիկ ստանում են օրինակ Տոնի Ռոբինսին նայելով, ինքը բնականաբար ժամանակավոր երևույթ է կրում։ Տոնի Ռոբինս էֆեկտը նրանում է կայանում, որ ինքը հավաքում է մի մեծ խումբ մարդկանց, որ մի հոգու առանձնացնում է ու բոլորի դիմաց լուծում է այդ մի հոգու հարցը շատ կարճ ժամանակում։ Մնացածը նայում են, ասում են՝ «Օ, ինչ լավ այս հարցին լուծում տվեց», կամ արթնացնում է մարդկանց մեջ, ես այդ բառը մոտիվացիա ես բառագայում չի օգտագործի, էնտուզիազմ, դուրս գալու անելու այդ քայլը, հա, էյֆորիկ վիճակների հետ է դա ամեն դեպքում կապված։ Մարդը դուրս է գալիս ինչ որ քայլ անում է, հետո այդ մոտիվացիան էնտուզիազմը ընկնում է, ինչ անում մարդը, բնականաբար հետա գնում Տոնի Ռոբինսին, այսինքն այստեղ մենք կարող ենք ասենք, որ STP քոուչերը նստացնում են մարդուն դոպամինային ասեղի վրա, ինչով է տարբերվում ընդհանրապես դա մնացած բոլոր կախվածություններից, չեմ կարող ասեմ, որովհետև ուղեղի մեջ աշխատացնում է նույն պարգևատրման ուղիները, նույն դոպամինով է աշխատում, այսինքն տարբերակել ուրիշ կախվածություններից շատ բարդ է։ Ի նկատմամբ ինֆորմատիվ առումով ու այս անձնային աճի քոուչերի մոտ շատ տարածված է այս, այսինքն մենք անընդհատ աշխատում ենք մարդկանց տանք այդ առաջ բրդող դոզան, հա, մոտիվացիայի, բայց երբևիցե չսովորացնենք մարդկանց ոնց դառնալ autonomous, այսինքն
ինքնուրույն։ ինքնաբավ մարդիկ։ Այստեղ ես մի հատ բան եմ ուզում նշեմ, միգուցե չհամաձայնեք ինձ հետ, բայց դա իմ սուբյեկտիվ դիտարկումն է։ Առհասարակ մոտիվացիա տերմինը մեր այսօրվա ինֆորմացիոն ճառագայթման մեջ շատ աղճատված է։ Այսինքն մարդիկ ռոմանտիզացիան էլ մի կողմ, ինքը բացարձակ թյուրըմբռնված է, որովհետև մարդիկ մոտիվացիա ասելով, ու այդ մեր սիրելի բոլոր քոուչերը եւ այլ անհասկանալի մարդիկ հենց այդ ուղղությամբ են աշխատում, որպեսզի դրա բուն իմաստը կորի, որովհետև դրանով իրանք գումար են վաստակում, որովհետև դա անցալվում է որպես ինչ որ sense գերբնական մի բան, երկնքից ընկնող մի ճառագայթ, չուդը իձիվը Որս այդ իրանք պետք է նստեն ոչինչ չանելով, այդ մոտիվացիան sense կակայծակի նման գլխներին կպնի ու իրանք այլևս դառնան ուրիշ մարդ։ Մոտիվացիան լատիներեն movere բառից է, որը նշանակում է շարժում։ Այսինքն տեղը նստելը մոտիվացիայի սпасելը հակադարձ համեմատական է բառի իմաստին։ Մոտիվացիա, որը 19-րդ դարում արդեն այդ մովերեն վերափոխվել է Ֆրանսիայից անկցել է անգլերեն, մոտիվա դարել դրթարիտ, շարժարիտ, շարժում։ Այսինքն այդ գերբնականությունը պետք չի փնտրել, ինչ որ մի բան ունենալու համար, ինչ որ մի բան պետք է անել։ Այսինքն դա շարժում է, դա այդ շարժումները հետևողական ու պարբերաբար անելն է ու արդյունքի հասնելն է։ Իսկ այն ինչ որ հիմա մեկնաբանվում է համացանցում, դա ընդհանրապես ինչ որ տենց կերիկա, հա, թակարդ, որի վրա մարդիկ ովքեր հաճախ լինում են կլինիկական դեպրեսիայի մեջ, հաճախ լինում են էլի այդ վերադառնալով դեստրուկտիվ ընտանիքներում, սոցիալական վատ պայմաններում, ճարահատյալ, խորը ճգնաժամի մեջ, ստրեսի մեջ, այդ անցումային ինչ որ վիճակներում կյանքի այս կամ այն փուլում օկուլ են տալիս այդ խայծը եւ կղզին կոչվում է աղթամար։ Եկեք հստակ հասկանանք մոտիվացիան ընդհանրապես տեղից շարժվելու մասին է հանուն մի բանի, որը դու ուզում ես։ Բայց մի քիչ ավելի շատ բան է։ Մոտիվացիան իմ համար է դա մոտիվացիան, ես ուրիշ բան չեմ պատկերացնում մոտիվացիա դա։ Որ դուք բառը այտենց բացեցիք, որ մարդիկ հասկանան վերջ-վերջով ընկալեն ինչա բառը նշանակում, որովհետև մեր մոտ այնպես տարածված է բառեր օգտագործել առանց հասկանալու բառի բուն իմաստը։ Ու մի շատ լավ մեթոդ ինչ որ բան ուսումնասիրելու ու սովորելու պետքա նայենք բառի նշանակությանը, որ ասում է զրիվ կորին, այտենց։ Ու մոտիվացիա բառը, երբ որ այտենց բացած դու նայում ես էտիմոլոգիան բառի հասկանալու որտեղից առաջացել ինքը իրան բացատրում է ինչա դա լեզվաբանական կրթությունից մի օր պետք եկավ հա իմ կարծիքով դա շատ կարևոր է որ մարդիկ բառերի իմաստը հասկանան այս դեպքում մոտիվացիան ինքը ոչ թե միայն ընկալվում է որպես տենց ինչ որ ֆիզիկի կայծակ որը գալիս այլ նաև զգացվում է այստեղ խնդիրը զգացմունքի հարցն է նու ավելի գիտական եթե բացատրես նշանակում է ինչ որ բան որը ակտիվացնում է այդ պարգևատրման ուղիները քո գլխուղեղում ինչը շատ հաճելի զգացում է ինչը բնության կողմից մեզ տրված է որպես նախնական լավ զգացում, որ մենք անենք այդ քայլը գնանք առաջ, բայց ոչ մի ձև դա չի նշանակում, որ այդ լավ ֆիզիկի զգացմունքները մեր մեջ պետքա մնան ամբողջ process-ում։ Այսինքն դա ուղղակի մեր օրգանիզմը մեզ թույլ է տալիս զգալ ապրել միայն առաջին մասում, որ ասի տես, այսենց լավ ապահով զգացումով դու սկսում ես։ Նպատակը իհարկե լինելու է վերադառնալ այդ զգացումին, բայց դա մենակ կլինի նպատակին հասնելուց հետո։ Այստեղ այդ վարքային ակտիվացումը շատ կարևոր է, մարդ պետք է հասկանա։ Այդ արդեն դիսցիպլինան երևի նկատի ունես։ Չէ, այստեղ դիսցիպլինան իրանից ենթադրում է որոշակի վարքային ակտիվացում, բայց մենակ դա չէ, որովհետև վարքային ակտիվացումը ավելի նրա մասին է, որ ես գիտեմ ինչ եմ ուզում, իմաստ ես տեսնում եմ իմ ուզածի մեջ եւ գործողության, ուղղակի հենց այս պահի դրությամբ էմոցիոնալ զգացմունքները, իմ զգացմունքները ինձ թույլ չեն տալիս, որ ես դա անեմ, բայց ես հենվելով վարքային ակտիվացման վրա անելու եմ այդ քայլը։ Այսինքն որոշում եմ կայացնելու գիտակցված անտեսել որոշակի նեգատիվ էմոցիոնալ ֆոն այս պահի դրությամբ։ Ու կարգապահությունը դիսցիպլինա ասած իրանից չի ենթադրում անverջ գտնվել այդ վիճակում, որովհետև տենց մարդը ինքը իրան կարող հասցնի շատ խորը դեպրեսիայի։ Այստեղ մենք երևի ես քո համամիտ եմ իհարկե, բայց շատ հակասում ենք շատ նաև լուրջ խոսնակների,
ովքեր ասում են, որ մոտիվացիան բացարձակ ոչ մի բանի մասին է, դիսցիպլինան է։ Երբ որ դու ի վիճակի ես քեզ հավաքես, որպես մեծ հասուն մարդ, հասկանաս, որ այս բանը պետք է, ուզում եմ չեմ ուզում արա։ Ես քո մոտեցման հետ շատ համամիտ եմ, որովհետև դա վաղ թե ուշ բերելու է կամ սպառման կամ ուղեղդ քեզ ուղարկելու է շատ հեռու տեղ, որովհետև եթե ինքը չի հասկանում ինչի համար իր նեղություն պիտի տա, երբեք պատրաստ չի նեղություն տալու, մեր ուղեղը այդ բացարձակ ստեղծված չի նրա համար, որ անընդհատ իր նեղություն տալու մոդի մեջ ապրի։ Այստեղ համել կարանք հիշենք, որ մարդուն տանջելու մեթոդներից մեկը եղել է անիմաստ վարժություններ տալը, այսինքն երբ որ մարդը չի հասկացել ինչի համար է ծանր գործողությունը պետք է անի, անպատճառ, անիմաստ կրկնելա գործողությունը, դա եղել է առաջներում ընդունված պատժամիջոց։ Այսով եմ իմ մարզիչ Սեդանսա նայում, իսկ ես վստահ եմ, որ ինքն եմ ասել, դե ջան ուշադիր լսի կյանք։ Ու հիմնականում ոնց որ ձեր ասած տարբերակը ընդունված է ֆիթնես քոուչերի մոտ։ Այսինքն դու չես զգում, որ դա պետք է անես, բայց դու պետք է անես։ Աշխատում է, եթե անընդհատ քո հաճախորդը կախման մեջ է քեզանից, այսինքն դու իրան պետք է ստիպես, որ ինքը անի, առանց հասկանալու ինչի է անում։ Իմ կարծիքով այստեղ խորքային աշխատանք է պետք, խորքային ինչ իմաստով, որ պետք է հասկանաս որն է քո նպատակը, կոնկրետ եթե ֆիթնեսի ես գնում, նշանակում է being fit։ Այդ է նպատակը քո, ուզում ես ինչ-որ մարմինը ձևափոխես եւ այլն, պետք է հասկանաս երկու քայլ ավել մտածես։ Ինչի համար ես մարմինդ փոխում, ինչա դա քեզ տալու ու ամեն օր հիշացնես քեզ դա։ Այսինքն երբ որ դեմոտիվացված վիճակում ես գտնում, իմաստները պետք է հիշես, մոտիվները։ Ու այդ արդեն ինքնինստինքտյան մոտիվացիան բարձրացնում է քո մեջ։ Հնարավոր չի, որ դու ինչ-որ բանը համարես պետքական իմաստալից ու դու չուզենաս դա անես։ Լինում է տենց բաներ, բայց մի քանի օր կարա լինի, օրինակ ամսվա մեջ, շաբաթվա մեջ լավ, բայց ոչ ամեն օր։ Ես քո հետ շատ համամիտ եմ, որտեվ ես էլ միշտ ասում, որ ծուլություն հասկացողություն գոյություն չունի։ Ճիշտ է, շատ գոյություն չունի տենց բան։ Եթե դու հասկանում ես ինչի համար ես ուզում անես, երբեք ոչ մեկ չի ծուլանում անի այն ինչ որ ինքը ուզում է ու սիրում է։ Հաստատ։ Իսկ եթե ծուլանում ես ինչ որ բան անես, ուրեմն հարցրա քեզ ինչու։ Դե հիմա տենց խելոքներ հավաքվել եք, внимание на экран, сейчас будет вопрос։ Կամ բաներ, որ դու հստակ գիտես քեզ պետք է։ Հա, այդ ես էլ էի ասում։ Առողջության տեսանկյունից նույն ֆիթնեսը, որովհետև մինչև 30 տարեկան մեր օրգանիզմը դեմո վերսիայում է, 30-ից հետո միանշանակ պետք է վճարել այդ ամեն տարվա աբոնեմենտը, ոչ թե մարզասրահի, այլ ապրելու, երկարացնելու համար ու վճարը դա վճարովի է։ Վճարը վճարովի է, ու ուզես չուզես պիտի անես ինչ որ մի բան, հա, ու հիմա դա կլինի ոմանք ընտրում են յոգա, ոմանք ընտրում են պիլատես, ոմանք ընտրում են մարզասրահներում մարզասարքերով զբաղվել, ինձ այդ ամեն ինչը ծայրահեղ տհաճ է։ Որովհետև ցանկացած է այդ իմ թվարկածներից իրանից ենթադրում է ֆիզիկական ինչ-որ ցավ, որը ես տանել չեմ կարողանում։ Ես մարդ եմ, ով արյան անալիզ չի գնում հասնելու, որովհետև դա ցավում է։ Հա։ Նու տարին մեկին ստիպելով գնում եմ, բայց ֆիթնեսը տարին մեկի մասին չի։ Ֆիթնեսը դա դիսցիպլինայի, կարգապահության, պարբերականության, հետևողականության մասին է, որպեսզի դու ունենաս ինչ-որ արդյունք։ Եթե նույնիսկ դու չես ձգտում ունենալ ինչ-որ ուրվագծված մարմին, ամեն դեպքում առողջության տեսանկյունից էլ դա պիտի լինի հետևողական։ Հիմա ցավը ինձ տհաճ է, ֆիզիկական ցանկացած զբաղմունք բացի դուրսը քայլելուց, որը չի ապահովում այն անհրաժեշտ ծանրաբեռնվածությունը մարդուն, որ հարկավոր է այդ բաժանորդագրությունը կյանքի երկարացնելու համար, մնացածը ցավոտ է, հիմա ես ծույլ եմ։ Ոչ։ Չէ։ Անդե ասեք ինչ անեն։ Ես բացատրեմ։ Ուրեմն իմ կարծիքով չկա տենց մարդ, որ ցավից չի փախնում։ Ոչ մեկին ցավը հաճելի չի, ուղեղին ցավը հաճելի չի, ուղեղը միշտ ընտրելու է հեշտը, հասանելին, արագը եւ հաճելին։ Կներես ընդհատում մարդն էլ միշտ ընտրելու է ցավից փախնել։ Իհարկե։ Այդ նորմալ է։ Ինչ լավ բաներ ենք բացահայտում սեփական անձի մասին։ Հաջորդ բանը, որ ուզում եմ ասեմ, օրինակ, որ պետքա, բայց չես անում, չէ՞, օրինակ, կամ պետքա ու զորով պետքա անես։ Մի հատ հետաքրքիր ստատիստիկա կա, որ մարդիկ, ովքեր ունեն հիվանդ ընտանի կենդանիներ, օրինակ շուն, որ տանում են վետերինարի մոտ, բժիշկը իրան ասում է, որ շանդ պետքա 2 անգամ 10 ինչ որ հակաբիոտիկներ։ Այս մարդը մի 5 րոպեով նույնիսկ այդ ժամը նախ այդ 2 անգամը ինքը միշտ կպահի, ժամանակին դեղը կտա, կհոգա այդ շան համար նենց ոնց որ երբեք ինքը չի հոգա ինքը իր համար։ Շատ ճիշտ ես ասում։ Ու սա ստատիստիկա է տարածված
լուրջ մարդիկ հետազոտել են այս ֆենոմենը, թե ինչի է սենց, ու եկել են մի եզրահանգման. treat yourself like someone who needs your help and take responsibility for it. Վերաբերվի քեզ ինչ որ մեկը ով ունի քո օգնության որպես ինչ որ մեկի ով ունի քո օգնության կարիքն ու վերջը պատասխանատվություն դրա համար։ Հա, ու գիտակցաբար, այսինքն դու քեզ վերաբերվում ես որպես նենց մարդ, ով ունի քո օգնության կարիքը, վերցնում ես դրա պատասխանատվությունը քո վրա ու օգտագործում ես գիտակցությունդ, որ դա արվի։ Այսինքն դու ինքդ քեզ անընդհատ պետք է հիշացնես դա, որովհետև եթե չհիշացրեցիր, քո ուղեղը ավտոմատ հետա գնալու սովորական պատեռներին, արագ հեշտ հասանելի։ Մեր ամենամեծ խնդիրները իրականում կյանքում ներառյալ հոգեբանական կրիզիսները սկսվում են այն ժամանակ, երբ որ մարդ սկսում է խուսափի դիսկոմֆորտից ու ցավից։ Մեր այսօրվա իրականությունը շատ բոլորիս նստածվում է այդ դոֆամինի վրա։ Ու շատ ոնց որ սրսկում է այն միտքը, որ կյանքը պիտի լինի հեշտ, ուրախ, երջանիկ, օրինակ աշխատանքդ քեզ պիտի 24/7 ուրախացնի, եթե 24/7 չի ուրախացնում, դու սխալ աշխատանքի տեղն ես։ Հարաբերություններդ պիտի քեզ միշտ ուրախացնեն, եթե դուք վիճում եք բանից անցել է։ Ու առհասարակ այդ ցավից խուսափելը ինքը հենց այդ կետից սկսած արդեն կառուցում է սխալ բանի շուրջ կյանք։ Այստեղ у меня еще вопрос есть. Ես պատրաստված եմ եկել знатокների, հուսով եմ չընդհատեցին էլ, բայց այստեղ ուրիշ բան կա, պարադիգմ կա։ Ժամանակակից մարդը ունի, ինչի մայրամ տաստվաճան։ Ժամանակակից մարդն ունի պատասխանատվություններ, պարտականություններ եւ ժամանակն ու կյանքը փոփոխվում է շատ արագ ու դու պիտի քայլես այդ ամեն ինչին համընթաց, եթե չես ուզում դեգրադացվել, լճանալ եւ այլն, այսինքն ճկունա պետք լինել։ Նույն աշխատանքի վայրում աննկարագրելի համաձայն են, որ նույնիսկ ամենասիրելի աշխատանքն ամեն օր հաճույք չի բերում յուրաքանչյուր, ամեն ինչ գալիս է կոմպլեկտով, ոնց որ նախորդ անգամ ասեցիր, ամեն մեդալ ունի երկու կողմ, իմ աշխատանքն էլ որքան էլ սիրեմ, ունի հիանալի կողմեր, ունի այն զզվելի կողմերը, որ կարող է լացելով անեմ։ Բայց այդ ամբողջ կյանքի հորձանուտի մեջ, զբաղվածության մեջ, այդ պիտիների մեջ, դերերի մեջ ամենակարևորը, որ ես առավոտյան պետքա գնամ, զբաղեցնեմ իմ դերն աշխատանքի վայրում, կատարեմ իմ աշխատանքը, ես երեկոյան ընկերների հետ իմ ընկերոջ դերը պիտի տան, ոչ թե պիտի վատ իմաստով պիտի, այլ մեծ սիրով, հա, չգիտեմ, Նելիին եմ հանդիպում, դա իմ համար շատ happy time է, մենք ասում ենք, խոսում ենք, ծիծաղում ենք, ինքը նայում է, ես մեկ-մեկ լացում եմ, դրանից հետո դու ունես դեր որպես զավակ, որ պետքա կամ որպես քույր, եղբայր բազում դերեր եւ վերջում ու դա իրոք մնում է վերջում անկախ քո կամքից գալիս հասնում է դեր այդ քո ասած մեկը ով պիտի պատասխանատվություն կրի ու ուղակի ռեսուրս չի մնում այստեղ հարցը ինչի որ դու ուզում ես անես թե չես ուզում անես այստեղ հարցը ժամանակակից տեմպի ռիթմի ու ամեն ինչի մեջ փորձել այդ դիսցիպլինան ու ժամանակի բաշխումը նենց անել որ ոչինչ չտուժի բայց տեղից էլ երկրորդ շղթայական նահատավոր ռեակցիան է սկսվում ֆոմոն որ դու անընդհատ ուզում ես այդ դերերիդ համապատասխանես կան մարդիկ որ դու իսկապես չես ուզում նեղացնել ուզենք չգիտեմ ես Նելին մեծ սիրով չեմ նեղացնում չեմ ուզում նեղացնեմ մամայիս եղբորս մյուս ընկերներից ինչ որ բլիսկի կրուգ լյուդի հա մարդկանց նեղ շրջանակ որոնք քեզ իսկապես հարազատ են դու այդ ամեն ինչի մեջ փորձում ես նաև հետ չմնալ կյանքից դու այդ ամեն ինչի մեջ փորձում ես երաշխավորել ինքդ քո համար քո անձնային աճը տրվել այդ մարտահրավերներին որպեսզի այդ կոմֆորտի եւ ամեն ինչի մեջ չես արդյունքում եթե վերադառնանք էլի մարզվելուն հա որ ասում եք я для подруги спрашиваю շատ հաճախ ոչ թե ցանկություն չի լինում ոչ թե տրամադրված չի ռեսուրս չի մնում դրա Ձեր կարծիքը ես ասեմ Իմ կարծիքով միանշանակ առաջնահերթությունների խնդիր կա այստեղ այսինքն չասում եմ կարծիքը Ich եմ ես вообще պետք չէր Դավիթին հրավիրել ես մեկ ինձ քիչ եմ այլ երկրորդ Չէ ինչ առումով եմ ասում որ կա առաջնահերթությունների խնդիր օրինակ ես որպես զավակ իմ ծնողին պետք եմ առանց ռեսուրս եւ տանջված եւ վատառողջ կամ արդյոք 24/7 կամ արդյոք 24/7 թե պետք եմ չեմ ուզում այդ բառը ճիշտ ասած օգտագործեմ երջանիկ թե պետք եմ ռեսուրսի մեջ կոմպետենտ
անձնավորությունը։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ, եթե կատակը դնենք մի կողմ, բայց մենք օրվա մեծ մասը աշխատանքի ենք, հա։ Եթե մենք խոսում ենք առաջնահերթություններից, եկեք խոսենք նաև պայմանագրային պարտավորվածություններից։ Հայկական, ստեղ կա հստակ տարբերություն։ Դու երբ որ նկարագրում ես քո կյանքը, հիմա գալիս ենք արդեն կյանքի տեսլականին գլոբալ, իմ կարծիքով։ Այդ կյանքը չպիտի լինի անverջ հաղթահարումների ու անverջ պարտականությունների շղթա, որտեղ դու ռեսուրս չես ստանում, որի հաշվին անես որոշ բաներ, որոնք որ չերես հաղթահարում պիտի լինեն։ Չէ, ռեսուրս ստանում եմ, նել, եթե էլի խոսենք իմ կյանքից, նույն օրինակ բերելով իմ ու քո թեկուս հեռախոսի շփումը, ես դրանից ռեսուրս եմ ստանում։ Ես վաղուց անցել եմ այն Ռուբիկոնը, որտեղ իմ կյանքում կան ինձ ռեսուրս խլող մարդիկ։ Դրա համար ինձ շատերը չեն սիրում, դրա համար ինձ շատերը չեն շփվում հետս, ինչի համար անխնար շնորհակալ եմ։ Հարցը ռեսուրս վատնելու մասին չի։ Հարցը ռեսուրս ծախսելու մասին է։ Եթե դու ռեսուրս ունես, դու պատրաստ ես ռեսուրս ծախսես։ Ահա, ես քո հետ հանդիպում եմ, ստանում եմ ռեսուրսը, տրիվիալ օրինակներով առարկայական խոսենք, ես հետ հանդիպեցի, ռեսուրսը ստացա, ժամը 11-ին երեկոյան ցրվեցինք տներով, ես շատ մեծ ռեսուրսով գնում եմ աշխատանքի։ Ես որևէ մեկը աշխատանքի վայրում չունի երաշխիք, որ իր ռեսուրսը վամպիրի նման չեն խլելու, որովհետև մենք ստիպված ենք արդեն պայմանագրային պարտավորություններից ելնելով շփվել մարդկանց հետ, ում հետ առօրյա կյանքում հաստատ չենք ընտրի շփվել։ Մեր շրջապատում իրանք չէին հայտնվի, բայց ունենք այն ինչ ունենք։ Իրանք այդ ռեսուրսը վերցնում են։ Ու ինչքան էլ դու փորձես սահմաններ գծել մեկը մյուսը եւ այս ժամանակակից ամբողջ գործիքակազմը, որ տալիս է մեզ գիտությունը, հոգեբանությունը եւ մնացածը, մեկը այդ ռեսուրսը սպառված գնում ես, ասենք, չգիտեմ, տուն։ Մամայից հետ շփվելու, մամայից աննկարագրելի ռեսուրս է ստանում, էլի ժամ 11-ին գնաս տուն քնելու, որ հաջորդ օրը գնաս գործի։ Խոսքս նրա մասին է, որ ծուլության մասին չի, կարգապահության մասին չի, սպառվելու մասին է ինչ որ մի պահի ու քանի մեծանում ես, այդ անտերը ես քեզ տեղ կհարցնեի, ինչ ես դու անում այդքան սպառվելու համար քո օրվա մեջ։ Աշխատում եմ։ Հրաշ ջան, բոլորս ենք աշխատում, հայկան չպիտի նենց լինի, որ քո կյանքի մի ոլորտը այնքան քեզնից ռեսուրս կամ առհասարակ ինչ որ բան տանի, համաձայն ես, որ եթե ես մնամ գործազուր, դուրսը հանձրևի տակ, դուք կիմանաք ում թեթև ձեռամբա, դուք կիմանաք ում թեթև ձեռամբա այդ ամեն ինչ եղել, այսքան բան։ Բայց դու էլ քո կարծիքը ասա։ Դե պարզապես համաձայնի քո հետ։ Համաձայն եմ, բայց մի հատ ավելացում ունեմ այստեղ։ Շատ հաճախ լինում է, որ այո, քո ռեսուրսը սպառված է լինում, եւ այո, պետքա դու գնաս հանդիպես այդ ընկերոջդ, օրինակ, ում համար այս բայդրությամբ բավականաչափ ռեսուրս կարող ես ունենաս։ Բայց դու ընտրում ես գնալ հանդիպելը այդ չեմ ուզում ասեմ չեղած ռեսուրսից, բայց քիչ եղած ռեսուրսից մի քիչ էլ հատկացնես քո ընկերոջը։ Այստեղ մենք արդյոք չենք հանդիպում sense սցենարի, որտեղ դու գնացիր զոհաբերության։ Չէ, բացարձակ դրա մասին չէր խոսքը, դա խոսքը նրա մասին է, որ ընդհակառակը ես գնում եմ այդ հանդիպման ու ռեսուրս ստանալու։ Չէ, ընկերոջ օրինակով բերես ջիմը կարող ենք տեղը դնենք, ի նկատի ունի ինչ որ մի բան, ինչը որ պիտի անես։ Զոհաբերություն, այստեղ զոհաբերության այդ գաղափարն էի ուզում ուղղակի ասել, որ կա, որ ինչ որ բան զոհաբերում ես դու, ինչ որ բանի համար։ Եթե մարդկանց է դա վերաբերվում, դա օրինակ կարանք ասենք սիրո արտահայտություն մարդու նկատմամբ։ Եթե դու ինչ որ ուրիշ բան ես զոհաբերում դա քո համար, դա կարող լինի սիրում ես ինքդ քեզ, գնում ես այդ զոհաբերության քո համար, օրինակ, չէ՞։ Էդ էլ կարևոր է ընդգծել, որտեվ ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Մենք խոսում ենք իդեալական կոնցեպտներից եւ թեորեմներից այն մարդու համար, ով որ ապրում է ոչ իդեալական աշխարհում, ոչ իդեալական կյանքով։ Մերսի։ Այ հենց դրա մասին է խոսքը։ Շատ ճիշտ։ Փառահեղ ձևակերպեցիր, Դավիթ։ Շատ դժվար է այդ բալանսը գտնելը իրականում ու չեմ կարծում, որ մենք մենակ այդ խնդրի պատճառով չպետքա ձգտենք իդեալականին։ Պետքա ձգտենք, բայց կա այդ իդեալականը։ Հա։ Իդեալականի մեջ չի հարցը։ Մենք հիմա ինձ թվում է, խոսում ենք նրա մասին, որ երբ դու հայտնաբերում ես, որ քո կյանքում ինչ որ բաներ կան, որոնք որ մենք բայց տեղի իրոք էլի մոտիվացիային են գալիս, նախ առհասարակ ինչին այդ ինքնատանջանքը պետք, բայց եթե քո համար որոշում ես, որ ամեն դեպքում պետք է, կյանքի կառուցվածքը։ Եթե քո կյանքը կառուցված է նենց, որ ինքը ավելի
ոչ քո մասին է, պարտականությունների մասին է, թեկուզ հաճելի, բայց որ երբ որ դու քո կյանքի ներսում սպառվում ես ու դու մեծամասամբ զգում ես սպառվածության զգացողություն, իմ կարծիքով այդ կյանքը արժի քանդել, մի հատ տեսնել այնտեղ ինչն է սխալ աշխատում, ինչն է միգուցե ոչ քո մասին արդեն աշխատում, ինչ որ հագուստներից ես դու արդեն դուրս եկել, բայց շարունակում ես հագնես այդ նեղ հագուստները, մի հատ վերանայել ու վերադառնալ նորից վերակառուցմանը այդ կյանքի, որովհետև ամեն իդեալի մասին չի խոսքը։ Իհարկե լինելու են օրեր, երբ որ դու բոլորից զզվում ես, ոչ մի բան չես ուզում անես ու անում ես զոռով։ Այստեղ էլի գալիս ենք այն խոսակցության, որ հա, կա կյանքում դիսկոմֆորտ, լիքը դիսկոմֆորտ, կյանքում հաստատ կան եւ ցավ եւ տհաճ էմոցիաներ, որոնք նույնպես պետք է լինելու հասուն մարդու համար սովորել հաղթահարել, դրա հետ մեկտեղ չպիտի լինի զգացողություն, որ ես անընդհատ ու պարբերաբար եմ բախվում այդ զգացողությանը։ Եթե այդպես է, իմ կարծիքով, իրոք կարիք կա կամ ներսը կամ կյանքը վերադասավորելու։ Միանշանակ։ Ես իբր քիչ խնդիր ունեի։ Ավելացնում ենք խնդիրները։ Մենք որովհետև իրական մեզ հետաքրքիր թեմա, իրական կարող ենք նաև քննարկել առհասարակ կրիզիսը։ Երբ որ ցանկացած մարդ մտնում է կրիզիսի մեջ ու այդ սկսում է հասկանալ, որ այն ամեն ինչը որ կարծես թե կյանքում կա, ուղեղով հասկանում եմ, որ պիտի անեմ, լավ է, պետք է, ամեն ինչը ճիշտ է, այս շատ հաճախ են մարդիկ ձևակերպում, որ կողքից նայեն իմ կյանքի մասին կասեն ամեն ինչը լավ է, բայց ես մեջը երջանիկ չեմ։ Ու բնականաբար այդ մարդը նաև ռեսուրսազուր կա լինելու դրա մեջ։ Շատ հետաքրքիր բան է ու ինձ թվում է կրիզիսի մեջով անցնելուց պետք է հասկանալ դու ոնց ես կրիզիս ասածը քո համար ձևակերպում։ Օրինակ իմ համար կրիզիսները խուսափելի են մարդկանց կողմից ոչ թե որ կարաս հետաձգես դրա համար, այլ որովհետև դու կարող ես պատրաստված լինել այդ կրիզիսին։ Ինչ է կրիզիսը իմ համար, օրինակ, դա այն է, երբ որ կյանքը արդեն զոռով քեզ ստիպում է անցնել այդ փոփոխության միջոցով։ Դու երկար ժամանակ հետաձգել ես այդ ամեն ինչը, թողել ես վաղվան ու մի սիրունոր այդ երկու շաբթին գալիս է քո կյանք։ Ասում է ուրիշ տարբերակ դու չունես, պետքա նստես հաշվի նրա հետ, թե ինչքան վատ ես քեզ զգում քո օրվա ընթացքում, ինչքան վատ է քո կյանքը ծրագրավորված, քո ասած ինչքան նեղ շորեր ես դու հագնում, բայց վաղուց ոնց այդ շորերը քո վրա չի լինում եւ այլն։ Պատրաստվել կարելի է կրիզիսին ճիշտ ժամանակին շատ կարևոր հարցերին տալով պատասխաններ։ Ու նաեւ ինձ թվում է այդ հմտությունը հարցերը գտնել է պետք։ Ես էի ուզում ասել, պարապացնելով այդ հմտությունը ինքդ քո հետ անկեղծ լինել։ Այս ամենաբարձրն է, որովհետև կրիզիսի մեջ շատ հաճախ օրինակ պատասխանը կրիզիսից դուրս գալու, որ գուցե լուծումը, որը որ իմ մոտ է եղել, դուրս գալն է աշխատանքից, որը դու կառուցել ես կարիերայից 10-ից ավել տարի։ Շատ տհաճ առերեսում է ինքը իրականում։ Միանշանակ պետք է դրա այդ առերեսվելու ընդունել, բայց երբ որ մարդ իր այդ անկեղծ չի, ինձ թվում է այդ ինչ որ դու նկարագրեցիր, հա, դրա այդ մեկտեղ այդ ժամանակ գալիս է դեպրեսիան օրինակ դուրը թակելու համար ու հուշելու համար, որ ինչ-որ լիքը բան դու այն չես անում, այլ սենց չի լինի շարունակել։ Տագնապը, որ լիքը տեղ դու քեզ ինքդ քեզ դավաճանում ես, արի նկատենք, որ ինչը, նենց չի քո շուրջը կառուցված։ Ու ինչքան դու ավել փախնում ես դրանից, սենց հետ ես գցում, չես կենտրոնանում, ինչ որ ուրախացնում ես քեզ արտաքին բաներով, այն որ եւի հոգնած եմ գնամ հանգստանալու, հետո ինչ որ մի բան առնեմ ինձ ուրախանամ դրանով, այնքան ինքը կուտակային ձևով ել ավելի ծանր է գալու։ Հա, միանշանակ։ Օրինակ այդ հանգստանալու իմ վրա զարմանում են մարդիկ, որ ես երբևիցե չեմ գնում հանգստանալու։ Ես իմ մոտ արձակուրդ ասածը գոյություն չունի։ Ես ճանապարհորդում եմ, ես գնում եմ ուրիշ երկրներ, բայց ես դա չեմ համարում արձակուրդ։ Ինչ կյանքից ես դու արձակուրդ ուզում վերցնես, այսինքն քո կյանքը այնքան ահավոր է, այնքան անտանելի է, որ դու ուզում ես պարտադիր այդ կյանքից հեռանաս, չէ, ես հասկանում եմ, որ կրկնվող ռուտինայից երբեմն ուզում ես գնաս հեռու հանգստանաս, բայց այդ ստանդարտը, որ մեր մեջ կա, որ դու պետք է ապրես ինչ-որ շատ տհաճ քեզ կյանքով մի տարի ու այդ տարվա մեջ գոնե մի անգամ 2 շաբաթով գնաս քեզ այդ հանգիստը թույլ տաս գաս, абսուրդ է իմ համար։ Ես համաձայն եմ, որ դա շատ ստանդարտիզացիայի է ենթարկվել ու դարձել է կլիշե ու մարդիկ իսկապես միգուցե ինքնահոսի վրա անկած, այդ հոսքագծի վրա անկած շատ հաճախ այդ պատերնի կրկնում են, հա, որ աշխատեցի 6 ամիս, հիմա պետք է գնամ հանգստանամ առանց շատ խորանալու, արդյոք հոգնած եմ, ինչից եմ հոգնած եւ այլն, բայց արձակուրդը շատ կարեւոր բան է։
այդ չի նշանակում ճամփորդել, այդ չի նշանակում գնալ ուրիշ երկիր պարտադիր ծովի ափին պարկել, դա չի նշանակում քաղաքից դուրս ծառը գրկել նստել, դա նշանակում է վերադասավորել ուշադրությունը լրիվ այլտեղ, փոխել ստիմուլյատորները քո ընդհանուր համակարգի կամ անջատել այն ստիմուլյատորները, որոնք քեզ գցել են ինչ-որ ռուտինայի մեջ համապատասխան գործառույթներ կատարելու համար ու փորձել հանգստացնել այն, ինչ անընդհատ աշխատում, այստեղ չի նշանակում, որ վատ է, որ պիտի հանգստանաս։ Շատ կարևոր բան եք ասում, շատ։ Ինձ թվում է, գիտես, Դավիթը ինչի նկատի ուներ, եթե այդ չի կլրացնես, մարդիկ կան, ովքեր ապրում են արձակուրդից արձակուրդ։ Հա, այդ Մարդիկ կան, ովքեր այնպես ձգեմ մինչև մյուս արձակուրդից կա։ Շատ տենց մարդիկ ապրեմ կան։ երկու շաբաթ, հետո հետ գամ նորից չապրեմ, բայց այն Մարդիկ ինչ կան, Weekend-ի weekend-ից նկատի ունի, որ ասում է weekend-ն ինչի ցա փախնում, ապրում։ այդ Հա, ինչա դա կատարվում, որ ուզում Իմ ես կյանքում աշխատանքի բերումով կան ամիսներ ու կան պերիոդներ իմ սիրելի աշխատանքում, որտեղ ես իրոք ապրում եմ weekend-ից weekend, որովհետև տարվա մեջ կա ինչ-որ ամիս, որտեղ ես անում եմ իմ գործի չսիրելի մասը։ Ու ես գիտեմ, որ ես երկու շաբաթից ուրբաթ պետք է կազմաքանդվեմ, տանջվեմ, պլանավորած գնում ենք տանջվելու, բայց ես գիտեմ, որ դա ժամանակ է, որովհետև այդ եթե դա լինի մշտական բնույթ աշխատանքի, ես իմանամ, որ չկա այնտեղ այն հաճելի մասը, որ ես պետք է անեմ եւ բավարարվածություն ստանամ, ռեսուրս ստանամ, եթե նույնիսկ շատ ռեսուրս ծախսեմ, բայց այո, կան նման մարդիկ, դե որի արմատներն իրականում շատ ավելի խորն է, որովհետև հաճախ այդ մարդկանց մարդիկ այլընտրանք չունեն։ Ես ինքս չեմ հավատում, որ այդ այլընտրանք չունենալը հավերժ կարա տևի, մասնավորապես մեր ժամանակներում, որովհետև այդ ձեր ասած խելացի բառերը, որ ասում եք, ինքներդ ձեզ հարց տալով ու պատասխանելով հանգիստ կարելի է, միգուցե նաև անհանգիստ կարելի է հասնել այն կետին, թե ինչն է պետք փոխել եւ աշխատանքն ուղղել այդ ուղղությամբ ուղղակի պետքա հստակ իմանալ մարդկանց մի ստվար զանգված չգիտի, որ դա կարելի է անել։ Չերսենց անգիտակից կույր զոնայում ինֆորմացիա է դա, որ անթույլատրելի հաճախ, մեզ ինչքան են գրում ես դե 3 տարի արդեն աշխատում եմ այս ոլորտում, ոնց փոխեմ, ու այս իրոք տենց հենց 3 տարվա մասին է խոսքը, որովհետև ինչ որ սենց փաթաթված կլիշե կա մարդկանց վրա, որ եթե դու ինչ-որ մի բան ընտրել ես, դա հավերժ է, սկսած կինամուսնուց ու այդ շատ սարսափելի բան է։ Ես քավլիցի սա հանկարծ չընդունեք, հա, տենց որպես դեմագոգիա կամ պրոպագանդա, որ տենց տարին մեկ-մեկին փոխեք, բացարձակ, բայց այդ կլիշեով ապրելն էլ մի բան չէ, որովհետև ես կյանքում 1000 բան ա լինում։ Ձեր կամքից անկախ։ Ու այդ ինչքան պատրաստ լինենք եւ ճկուն լինի մեր ուղեղը ոչ մի բանի հավիտենականությանն ու մշտականությանը չհավատալուն, այնքան ավելի քիչ կլինի քրքրման եւ կազմաքանդման կոեֆիցիենտը։ Ես այստեղ մի հատ հետաքրքիր բան եմ կարելի ասել հայտնաբերել, մեր այդ կլիշեները, որ կա կամ այդ սովորական, հենց սովորական ցիկլները, որ մանկապարտեզ, դպրոց, համալսարան, որոշ մարդկանց համար ամուսնություն, կարիերա ու դրանից հետո ոչ մեկ չի խոսում ու ինչ, բայց հա, ու ոնց է այդ առաջացել այդ կլիշեները, որ նայում ես ինդիվիդուալ մարդու ու իր կայացրած որոշումներին, հիմնականում նենց որոշումներ է կայացվում, որ իրան կպահի ապահով, սենց փորձված ճանապարհ է գծվում մարդու համար, որ եթե գնում ես մանկապարտեզ, դպրոց, համալսարան, ամուսնություն, կարիերա, դա ապահով ճանապարհ է, դու կգոյատևես։ Բայց սա ոչ մի ձև ուստուգած է, դրա համար ուղեղը մեր արդեն սովորել է, որ դա կիրառելի ճանապարհ է կյանքում, որից որ քիչ վտանգ կա, այսինքն ամենաօպտիմալ տարբերակն է ապրելու համար։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեր ուղեղը երբեք չի մտածում ինչ անեմ, որ երջանկացնեմ ես այս մարդուն, կամ ինչ անեմ, որ այս մարդը ասենց ճակերտների մեջ ասած ծաղկի իր կյանքի մեջ։ Ինքը ուղղակի մտածում է ինչ անեմ, որ այս կյանքը, ինչ անեմ, որ այս մարդը ապրի։ Ուղղակի միակնության գոյատևում ապահովելն է։ Ու մեր ստեղծված այս կյանքի ցիկլները, ինչի մեջով բոլորը անցնում են, դա հեչ պարտադիր չի, որ նշանակետ ունենա երջանիկ կամ նենց կյանքը, որը քեզ պետքա բավարարի։ Ու մեր մեջ, մարդկության մեջ հայտնվում են մարդիկ, ովքեր ասում են՝ մի րոպե, ինձ սա համապատասխան չի այս կյանքի ոճը, ես ուզում եմ ինչ-որ բան փոխեմ, ինձ սա չի բավարարելու։ Հա։ Ու տեղից արդեն սկսվում է ճամփորդությունը կյանքի, ուրիշ ձև կյանքի, որովհետև դու պետքա արդեն հասկանաս, թե
ոնց է ձևավորելու քո աշխարհընկալումը, քո ընկալումը ինքդ քեզ, այսինքն self concept-ը պետք է այդտեղ հասկանաս, դու դուրս ես մնում, սենց ինչ որ մի հատ համակարգից ու սկսում է աշխատանքը, կարելի է ասել ուրիշ բառերով, սենց թռնում ես քաոսի մեջ, որտեղ չկա համակարգեր, չկա փորձված ճանապարհներ ու դու ինքդ քեզանով պետքա այդ քաոսից ինչ որ համակարգ ստեղծես ու կյանք։ Այստեղ ինձ թվում է իմ հարցը շատ տրամաբանական կլինի ու կարծում եմ այս հարցը կառաջանա նաև մեր լսանի մոտ ովքեր դիտում են, կլիշեները ձևավորում են ստանդարտներ ու այդ ստանդարտները ձևավորում են հայտնի պատեռներ, եթե սա ապասա, եթե սա ապասա։ Կանխատեսելիություն։ Շնորհակալություն։ Կոմենտ ավելի լավ ստացվում։ Կանխատեսելիության մեջ հեշտ է ապրել։ Ուղեղի այդ ծանրաբեռնվածությունը ավելի քիչ է այդ գոյատևումը ապահովելու համար։ Եվ քո ասածից ելնելով, որի հետ միանշանակ շատ համաձայն եմ, այդ այն ինչ որ այդ քաոսը եւ այդ չգիտակցվածն ու իմացականը, որտեղ մարդը պիտի մտնի, շատ վախենալու է։ Ծայրահեղ վախենալու է։ Այդ ոնց որ առաջին անգամ կանգնես ժայռի ծերպին ու նայես ներքև ու պետք է թռնես։ Դու չգիտես ընտեղ ինչա, դու չգիտես քամին ուր կտանի, դու չգիտես ոնց կշխկաս այդ գետնին, դու չգիտես այդ տակի ծովը որ կա, տակը ժայռ կա, թե խորը բան անհայտ։ Այդ անհայտի վախը սարսափելի պարալիզացնողը շատ լավ ոստոցվում կոմոդ այն 5 օրը կարաս չտոս իրոք պարալիզացնում ավելի լավ բառ հնարավոր չէր գտնել ինքը ստուպրի առաջ կանգնացնում ու դու գերադասում ես լինել այդ գիտակցված ու իմացական ստանդարտի մեջ հստակ իմանալով դրա տխուր հետևանքները քան գնալ այդ ռիսկին ու առնչվել այդ անիմացական անհայտի հետ ինչ կարա անի մարդը Я для подруги спрашиваю. Ինչ կարա անի մարդը ով ունի այդ վախը, ենթադրում եմ, տենց մարդ չկա, որ չունի այդ վախը, որ ուղղակի որոշներն առերեսվում են, որոշները չեն կարողանում, ոչ մի մեղադրանք չկա այդտեղ, բայց եթե կան հարգելի уважаемый знатоки, եթե կան ինչ-որ գործիքակազմեր, լծակներ, շնչառական վարժություններ, Այո, խնդրում եմ, ուղղակի ընկերուս համար պետք Ես համաձայն եմ, որ այդ քաոսի մեջ ցածկելը շատ սարսափելի է ու ոնց որ Նելին ասաց պարալիզացնող ու առաջարկում եմ, որ մարդիկ մտածեն ավելի վախեցնող սցենարի մասին, որը կլինի կյանքի վերջում հասկանալ, որ դու ապրեցիր մի կյանք, որը ընդհանրապես քեզ հարմար չէր ու դու չտեսար այդ կյանքի իմաստը։ Այսինքն այդ վերջի օրը կյանքի շատ պարբերաբար հաճախակի մտաբերելն է։ Ու ինձ թվում իմ կարծիքով այդ շատ ավելի վախենալու է, քան այդ ցածկելը։ Որովհետև եթե դու ցածկես, շանսեր կա, որ դու այդ քաոսի մեջից ինչ որ համակարգով դուրս կգաս ու կապրես իմաստալից քո համար կյանքով։ Ու կյանքի վերջում դու չես հեռանա կյանքից ինչ որ անկատարության ու դժբախտության զգացումով։ Հետաքրքիր բան ես ասում, դա ուղղակի այստեղ այն պահը, երբ դու կանգնած ես ու պիտի ցածկես, դա հիմա է։ Ոչ մեկս իհարկե չգիտենք այդ կյանքի վերջի օրը երբ է։ Կարող է դա էլ 5 րոպե անց է։ Բայց մասնավորապես այն տարիքում, երբ դեռ դու ունակ ես ցածկել այդ քաոսի մեջ, քեզ առողջություն տա ցույց տալիս, քեզ ռեսուրսը տա ցույց տալիս, որտեղ ինչքան մեծանում ենք, եկեք անկեղծ լինենք, դա անհամեմատ ավելի դժվարանում է այդ ստանդարտից դուրս գալը։ Ու կորցնելուն ավելի շատ լինի։ Եթե նույնիսկ կորցնելուն էլ չկա, ավելի ինչքան ավելի երկար ես այդ ստանդարտով ապրում, այնքան ավելի սովորում ես դրան եւ հետ ես վարժվում, այդ ճկունությունը ոնց որ ժանգոտվի։ Ու քանի որ այդ ցածկելը հենց այդ պահին է ու այդ վախը շատ ներկա եւ արկա եւ շոշափելի բան է, իսկ այդ վերջին օրը, որը շատ վախենալու է իրոք, որ վիզուալիզացնում ես, բայց չգիտես երբ, այսինքն դա անհայտի դաշտում է, իսկ այն որ կարող անգնես գլուխը ցբխես այդ հայտնի դաշտում այլևս կամ առնվազն հավանական է, միևնույն է
շատ հաճախ այդ վերջին օրվա տեսլականը որ ինչ կլինի, ասես դե լավ, ես այսօր չեմ թռնի, потому что я очкую։ Վաղը կգամ այս շայռի մոտ։ Երկու շաբթի մի հատ կգնամ կհանգստանալու կգամ այս շայռի մոտ մի հատ չգիտեմ մազերս կներկեմ նոր կգամ այս շայռի մոտ 1000 բան ու սրանք իրոք տրիվիալ օրինակներ էլ չեն հենց այդպես էլ լինում Իսկ եթե մի հատ ուրիշ սցենար պատկերացնենք որ դու կամ կարաս ինքնակամ ցածկես կամ քեզ բրթելու են որը կընտրենք բրթեն Ես չգիտեմ ով դրթեց, բայց որ բրթողին բռնել է։ Եթե իմ մասին ենք խոսում, պապա նելին չի թողի ստեն բրթեն։ Տարբերակ բրթեն։ Հա, էլի տարբերակ է ու նելի նման հրաշալի մասնագետները լրիվ կարան այդ ապահովեն մարդու համար։ Նելին որպես մասնագետ չի բրթում, նելին ընկերներին է բրթում, որովհետև որպես մասնագետ ինչքան գիտեմ, տենց ակնհայտ չի կարա քացով տա այդ ասի լավայ։ Բայց ես ինքը իմ մասնագետը չի, ինքը իմ ընկերն է։ Այդ քո հարցին ուրիշ պատասխանել կարող եմ տամ։ Ընդհանրապես այդ կրիզիսը նման է նրան, որ մարդ արդեն լավ չի կրիզիսի մեջ։ Երբ որ ինքը եկել է կանգնել է ժայռի այդ ծայրին, ինքը իր կյանքը լավ չի, ինքը իր կյանքի որակից գոհ չի, ինքն իրանից գոհ չի, ինքը հստակ հասկանում է, որ ինքը լավ չի։ Ուտեղ կա երկու տարբերակ, հա, ակնհայտ շարունակել այդ վատի մեջ, որովհետև դու վախում ես ցածկես, ու մտնել կռվի մեջ շահելու համար քո լավագույն կյանքը։ Որովհետև ցանկացած կրիզիսի վերջում, չգիտես այդ լավագույն կյանքը, ցանկացած կրիզիսի վերջում դու շահում ես արդյունքում քո ավելի լավ կյանքը ու քեզ որպես քո նոր վերսիա։ Ինչ վերաբերում է նրան, որ չգիտես, միանշանակ կարող ես չիմանաս ու ես այդ միշտ նմանացնում եմ նրան, որ այդ քո օրինակը շատ լավն է ժայռի առաջ կանգնած, այս երևի գիտեն մարդիկ, ովքեր, չգիտեմ, լողով զբաղվել են ու չկամ չոր այդ բան, ինչ այդ բաների, վուշկայից փորձել են ցածկել։ Երբ որ դրա վրա կանգնած ես այդ վերևը, մի քայլ առաջ ես անում, ասում ես, չէ, չթռնեմ, հետ ես գնում, հետո գալիս մի հատ նորից ես ներքև նայում, տեսնում ես, չէ, վախենալու է, չես թռնում։ Լավագույն տարբերակը ուղղակի ինքդ քո հետ պայմանավորվելն է, կթռնեմ, ընթացքում կհասկանամ։ Որովհետև երբ որ դու պիտի մտնես process-ի մեջ, որը որ քեզ լրիվ անծանոթ է, դու գործիքներ էլ ամենայն հավանականությամբ չունես։ Իհարկե չգիտես ինչ ես դու ընդեղից շահելու որպես լավագույն կյանք։ Դու կարող ես ունենաս որոշում, որ այն ինչ որ հիմա կա, վատ է։ Սենց ես իմ համար չեմ ուզում էլ։ Իմ կարծիքով այդ քո նկարագրածը ընտիր է ուղղակի պահի անհարմարությունը դառնում է ու մեծանում է այդ հոգու լարվածությունը այնքան է մեծանում որ քեզ դրթում է այդ քայլին որ դու թռնես բայց եթե դու երկար փախփխես այդ պահից այ կրիզիսը քեզ կգա յուր ու մենք դրանք անվանենք պայմանական ինչ որ անուն տրենդային կտանք կրիզիսին օրինակ էս ինչ տարիքի կրիզիս ու բոլորով կհամարենք որ հա դա բոլորի մոտ է լինում հա բայց դա խուսափելի է թռնելով ու այդ քո նկարագրած մոտեցումը որ կթռնեմ հետո կհասկանամ շատ առողջ է Փնտրում եմ տագնապային անձնավորություն մյուս էպիզոդին հյուր կանչել, որ էդ էլ ես նստեմ, ջան ասեմ, ջան լսեմ։ Տագնապային Մենք միավոր տագնապային անձնավորություն ենք, բայց մոտիվացիայի մասին ուզում քննարկել։ Շատ հաճախ ինձ էլ են այդ հարցը շատ տալիս, որ ասենք, չգիտեմ, ես 5 տարի է, օրինակ, փորձում եմ ինչ-որ բան, որ մոտս ստացվի, շատ մոտիվացված եմ, աննկարագրելի։ Օրինակ, ինչ որ չեմ, կոնկրետ տիպի աշխատանքի, հա, փորձում եմ անցնեմ, տենց ոչ մի ձևով չի ստացվում, անցնում եմ այնտեղ մոտս չի ստացվում, կամ չեմ էլ անցնում այդ աշխատանքին, չեն վերցնում ինձ նման աշխատանքի եւ այլն։ Ես ի նկատի ունեմ, ես կարծում եմ, որ այդ մոտիվացիան ինչ որ մի պահ էլ կա, երբ որ պետքա ընդունես, որ քոնը չի։ Որ դու ինչ որ պատերի ես քեզ տալիս ու խփում, հա, որտեղ հիմա շատ այդ էլա տոքսիկ ներկայացվում, դու պետք է չհանձնվես, ուժեղ մարդը չի հանձնվում, հաջողակեն են մարդիկ, ովքեր իրենց կյանքի ճանապարհը կրծել հասել են, չգիտեմ ուր։ Իրոք ինչ որ պահեր կա, երբ որ պետք է հասկանաս, որ դու գուցե սխալ պատ ես ուղակի կոտրում, ու այդ ռեսուրսը, որ դներ ինչ որ ուրիշ բանի մեջ, կարող է շատ ավելի լավ ստացվեր։ Միանշանակ։ Այ ոնց դուրս գալ, որ այ նույն քոուչերին վերադառնալով, այ հենց այդ մարդիկ են, հա, ովքեր սնում են աննկարագրելի այդ միտքը։
Այ Instagram-յան էս միմալոգիան հասկանալու համար այդ 3 բառ, որ մի հատ ինչ որ լավ երաժշտության տակ գրում են երբեք չհանձնվել, օրինակ, ու այդ խեղճ Winston Churchill-ին էլ որպես օրինակ ասում են, որ ինքն է ասել, եթե Churchill-ն ասել, ուրեմն չարժի հանձնվել։ Ես համարում եմ տավտոլոգիա, ճիշտն ասած։ Չերչիլը ասել է չարժի հանձնվել այն ժամանակ, երբ Եվրոպան կանգնած էր ցեղասպանության առաջ, ճիշտ ասած, եկեք հանգամանքներն էլ հաշվի առնենք, ով երբ ինչ է ասում։ Բայց իհարկե այդ գրողները ու տարածողները երբևիցե տեղեկացված չեն ոչ պատմական իրադարձություններից, ոչ ընդհանրապես ոչ մի բանից, այսինքն վերցնում են կոնտեքստից դուրս։ Այդ ինչ որ Էդի կապելը։ կա երևի կլինի։ Երբեք չհանձնվես։ Ու ինչա դա նշանակում։ Օրինակ ես իմ կյանքում ամենահեշտ հանձնվող մարդկանցից եմ։ Այն բաներում, ինչը որ իմ մոտ լավ չի ստացվում։ Իսկ ոնց ես հասկանում, որ այդ չստացվելն է, թե ոչ բավականաչափ ներդրած ռեսուրսն ու ալարկոտությունը։ Այն շատ դժվար է հասկանալը, բայց ռեզուլտատից։ Իսկ ոնց որ պահից, օրինակ ասենք 2 անգամ փորձեցիր, չստացվեց։ Բավարար է։ Չէ։ Բավարար չի։ Բնականաբար ոչ 2, ոչ 3, ոչ էլ 10, բայց իմ կարծիքով ըստեղ այդ փորձերն էլ է պետք մի քիչ ճիշտ նայել։ Մարդ կա, որ մի բանը 10 անգամ է փորձում նույն ձևով։ Սա իրանից ոչ մի խելացիություն չի ենթադրում, բայց եթե դու մի հարցին մոտենում ես 100 տարբեր ձևերով եւ չես գտնում լուծումը, դա արդեն երևի հանձնվելու տեղիք է տալիս։ Ինձ մի հատ շատ լավ բան ունեի, տնօրեն ունեի, երբ հեռավար էի աշխատում, մի օր ֆանտաստիկ բացատրեց ու մի պրոյեկտ էինք անում, որի ղեկավարը ես էի, չհաջողեց, մի քիչ ժամանակից ոնց որ we lost the momentum, շատ նեղվել էի, դաժե նիմուդրինո լացեցի քոլի ժամանակ one-on-one էինք անում ու ֆանտաստիկ բան ասեց, do you know what is the difference between commitment and attachment? Ու բացատրեց աբսոլյուտը նույն բանը, երբ attachment հետ կախվածությունը այդ ամեն ինչից, դիպում է որ դու նորից նույն բանը կրկնես, որպեսզի հասնես ինչ որ ռեզուլտատի։ Commitment-ը երբ այդ այնց տարբեր ուղիներ ու լուծումներ ու լծակներ ես փորձում անելու չի ստացվում ու պետքա այդ commitment-ը ավարտվի ու այդքան տրագիկ չընդունես, բան չի փոխվել իմ կյանքում, բայց հիշում եմ խոսքերը, so հա իմաստուն խոսքերը իրականում շատ բաներ բեկումնային էր իմ համար, որովհետև լիքը բանի օգնեց այլ կերպ նայեմ ու այդ կախվածության մեջ չընկնեմ արդյունքից, հաճույք ստանամ process-ից ու իմանամ, որ առավելագույնը արել եմ ինչ-որ մի բանի համար, հնարավոր ամեն ինչ եմ արել այդ ամենի համար, դա չի լինում ու արդեն իմ կարողություններից դուրս է, պետքա հանձնվել, որը լրիվ նորմալ է։ Այո։ Բայց ես մի հատ էլ հարց ունեմ, այս քո ասացի կոնտեքստում, քանի որ ես ուսումնասիրել եմ քո կոնտենտը։ Բա ոնց է այս հարցը գալիս կպնում տաղանդի հարցին։ Տաղանդի։ Որտեվ դու ոնց որ թե ունես մոտեցում, որ տաղանդի հետևից ընկնել պետք չի, այդ ինչ որ հստակ կրկնված գործողությունների արդյունք է։ Ինչ որ մի բանը մոտդ չի ստացվում, արա այնքան որ ստացվի։ Բացառիկ դեպքերում իրոք կան տաղանդավոր մարդիկ, դա բացառել ուղղակի անիրատեսական կլինի։ Կան մարդիկ, ովքեր ունեն յուրահատուկ ինչ որ շնորհ ու տաղանդ։ Բայց երբ որ մարդը արդարացում է գտնում, որ այ օրինակ ես տաղանդավոր չեմ, ինձ այս շնորհը տրված չի, դրա համար հետեւաբար ես չեմ փորձի նույնիսկ։ Դա արդեն սխալ մոտեցում է։ Ես հիշեցի, որ վիդեոյի մասին է խոսքը, սահմանափակող համոզմունքների վերաբերյալ, որ ասում են, այ օրինակ ես ինչ անելու համար յուրահատուկ տաղանդ պետք է ունենաս, չարժի որ փորձես նույնիսկ։ Դա համաձայն չես, որ սեփական սահմանափակումների հետ հաշվի նստել պետք է։ Միանշանակ։ Օրինակ, եթե ես իսկ այդ ամեն դեպքում իրոք ընդունենք գենետիկա նշանակություն ունեցող գիտություն է, ու եթե ամեն դեպքում ինձ ավելի դժվար են տրվում, ավելի հեշտ են տրվում հումանիտար առարկաները, քան օրինակ ֆիզիկան ու մաթեմատիկան, ու գուցե ես շատ փոքր տարիքից հիացել ու երազել եմ աստրոֆիզիկայով զբաղվեմ, միանշանակ աշխատասիրության հաշվին ամենայն հավանականությամբ հակը կարողանամ այդ աստրոֆիզիկային հասնեմ, ինչ գնով։ Բավականին թանկ։ Ու արդյոք ինձ պետք է այդ դրա հետևից ընկնել, թե նստել հաշվի այն նրա հետ, որ այս իմ սահմանափակումներն են։ Հա։ Իմ կարծիքով միանշանակ պետք է հասկանալ սահմանափակումները։ Օրինակ ես երազել եմ երգիչ դառնալու մասին, բայց
դա անհնար է իմ պարագայում։ Այսինքն մարդ կարա սովորի լավ երգել, բայց երգիչ ոչ բոլորը կարող են դառնալ, չէ՞։ Արտիստ այդ առումով։ Այդտեղ սահմանափակումները պետք է գիտակցես, բայց եթե մտածես, այ ես տաղանդը չունեմ, այդ հետեւաբար նաև չեմ էլ ուսումնասիրի աստրոֆիզիկա, այդտեղ ես մի քիչ համաձայն չեմ։ Այսինքն ուսումնասիրի, բայց հասկացի, որ շանսերը ավելի մեծ է, որ դու չես դառնա հանրաճանաչ աստրոֆիզիկ, օրինակ։ Հա, դա ձևակերպանը շատ համամիտ եմ։ Ուղղակի այս հարցը հիմնականում մարդիկ օգտագործում են որպես արդարացում։ Այդ պարագայում դրա համար ես հանդիմանում եմ այդ մտքին, ասում չէ, դա կարևոր չի տաղանդը, բայց մարդիկ կան, որ իրոք չեն կարողանում իրանց ճիշտ գնահատական տալ։ Ես նկատել եմ այս հələ շատ վաղուց, երբ որ full cycle recruitment էինք անում մեր ընկերությունում, ու ստանում էի ռեզումեների մեջ գրված նենց բաներ, որ նայում ապշահար ես լինում, այսինքն մտածում ես հիմա սենյակ ա մտնելու, ինչ որ sense մի հատ կերպար, նույնիսկ ես որ պետք է որ ինտերվյուն պետք է անցկացնեմ, ես էի սկսում տագնապել ու անհանգստանալ, կոմպլեքսավորվել, այսօր գալու, ու գալիս են ինտերվյուի ու նայում ու խոսում ես ու խոսակցության ընթացքում պարզվում է, որ այս մարդը ընդհանրապես այն չի, ինչը որ ռեզումեով նկարագրված էր։ Հոգեբանությանը եթե անդրադառնանք, իդեալական եսը ռեզումեի մեջ նկարագրված է, բայց մարդը գալիս է ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Այս բaragայում բնականաբար շատ կարևոր է ճիշտ գնահատական ինքդ քեզ տալը։ Բայց չգիտեմ ինչքանով է այս տաղանդների մասին։ Չէ, դա իսկ միանշանակ ես համարում եմ տաղանդ։ Ինչը։ Ինքդ քեզ ճիշտ գնահատելը։ Չէ, միանշանակ ես նկատի ունեմ, որ տաղանդ ասելով ես նկատում եմ մենք բոլորս ծնվում ենք ինչ որ փաթեթով հմտությունների, ինչ որ փաթեթ ավել հնարավոր է զարգացնել, ինչ որ բանի հետ էլ պետք է լինելու հաշվի նստել, որ իմը չի։ Իսկ այդ դեպքում օրինակ դու ոնց ես վերաբերվում fake it till you make it կոնցեպտին, որովհետև դրա հետևում իրականում շատ կանգնած է նաև շատ ռոմանտիզացված վիզուալիզացիան, որ թվում է թե նստի դիվանին, ինչ ուզում ես պատկերացրա քեզնից, մի օր կստացվի։ Այս էլ էլի իրականում արժի բացատրել, իր մեջ կա միանշանակ ինչ որ գիտահեն միտք, բայց իրան արժի բացատրել, ինձ թվում է, ինչի շուրջ պիտի պտտվի։ Այդ fake it till you make it-ը ընդհանրապես ներքին վիճակների մասին չի խոսքը, այլ գործողությունների։ Այսինքն, եթե դու ինչ որ բան պետք է անես, բայց դու շատ տագնապում ես, դու մի հատ կեցվածք ես ընդունում, որ ոչ, ես չեմ տագնապում ու ես դա կանեմ ու գնում անում ես, այսինքն սա գործողության մասին է, ոչ թե ներքին վիճակի։ Վիզուալիզացիան այստեղ ասում են օրինակ մեր սիրած fake գուրուները, որ այ եթե նստես ու պատկերացնես, դա պատկերացնես, որ արդեն ունես այն ինչին որ ձգտում ես, դա ինչ որ չափով շանսերը, որ դա կունենաս, բարձրացնում է։ Թաշկվել մատկայով շնչես, իսկ եթե տղա ես մատկա չունես, տիբե կիրդիկ։ Հա, վերջ ուրեմն, հա, եթե չնչարական վարժություններն էլ չանես, հաստատ չես հասնի դրան։ Այստեղ հետաքրքիր է, որ գիտությունը ապացուցում է հակառակը, ասում է, եթե դու անընդհատ պատկերացնես, որ արդեն հասել ես նրան, ինչին դու ձգտում ես, ուղղակի չես հասնի, որովհետև ուղեղի համար իրականում տարբերությունը շատ քիչ է, դու աչքերով տեսար, թե երևակայությունով պատկերացրեցիր, ուղեղը համարում է, որ դու հասել ես ու չի տրամադրում այնքան ռեսուրս, որ կատարվի գործողություն ու ընկնում է սենց ակտիվացնելով այդ նույն դոպամինային ուղիները, հետո պարգևատրման ուղիները, լրիվ մնում ես կախված վիզուալիզացիայից, երբեք չի վերածվում գործողության։ Վիզուալիզացիան կարելի է օգտագործել քո օգտին, եթե օգտագործես որպես գործիք, որ օգնում է դու գործողություն կատարես, բայց մենակ պատկերացնելով պարզ է, որ չի լինի։ Եթե պատկերացնում ես, մենք գիտենք, որ ուղեղը փախնում է անորոշից, գործողություններից կամ մարդկանցից կամ սիտուացիաներից, իրավիճակներից, ինչը անորոշ է իր համար, փախնում է ուղեղը։ Եթե դու պատկերացնես այդ կոնկրետ ինչ որ իրավիճակ շատ դետալներով եւ այլն, ու ներգրավես նույնիսկ ասենք 5 զգայարանների սենսացիաները, կարելի ասել ստիմուլները պատկերի մեջ, ուղեղի համար դա դառնում է ծանոթ։ Այստեղ արդեն ծանոթ անծանոթ բանն է գործում։ Ինչը քո ուղեղի համար ծանոթ է, հետեւաբար ապահով է, հետեւաբար ռեսուրս տրամադրվում է գործողություն կատարելու։ Բայց ելի պետքա չմոռանանք, որ կարևորը գործողությունն է, ոչ թե մտավարժանքը։ Մենակ մտավարժանքով ոչ մեկ ոչ մի բանի չի հասնում։
այդ մտավարժանքը պետքա նպատակային լինի, որ տանի դեպի գործողություն։ Այս պարագայում fake it till you make it, եթե մտավարժանքին օրինակ վերաբերվում, լրիվ աշխատող բան է, բայց ուղղակի քեզ պատկերացնել կամ ինչ-որ դեր վերցնել քո վրա ու սպասել, որ you will fake it until you make it, անիմաստ է իմ կարծիքով։ Օրինակ այս fake it till you make it կոնցեպտը շատ ընդունված է fake գուրուների կողմից, նստած ինչ-որ տրոպիկ կղզում, պալմայի տակ, իրանց հետևորդներին ասում են մնացեք տանը դուք ու պատկերացրեք, թե ինչքան հաճելի է վիզուալիզացնել ձեր հաջողությունները եւ այլն։ Այսինքն իրանք ապրում են իրանց տրոպիկական կղզու կյանքը, միևնույն ժամանակ ուղղակի ասելով, որ եթե դուք էլ վիզուալիզացնեք ինչ-որ բաներ, կհասնեք իմ կյանքին։ Ցույց են տալիս մի հատ իդեալական պատկեր, բնականաբար մեր ուղեղը ձգտում է այդ պատկերին։ Տրոպիկական կղզի Bounty ռեկլամն ենք հիշում միանգամից։ Մեր ուղեղը մեզ ասում է, այ ինչ լավ, իդեալական վիզուալ իդենտիֆիկացիա է անում, այո, լավ կյանքի։ Լավ կյանքի։ Բայց փոխանակ մենք ինչ որ գործողություններ անենք, չէ, որ ունենանք այդ կյանքը, չեմ ասում fake գուրուի կյանքը, բայց նմանատիպ ինչ որ։ Դե fake գուրուն այդ ընթացքում fake գուրուները վաճառում են սովորաբար ինչ որ մի բան, դատարկ ինչ որ սին, փուջ, գոյություն չունեցող ինչ որ մի բանը հանձնում են ինչ որ թղթի կամ ֆայլի եւ վաճառում են քո վրա, որպեսզի դու էլ կարողանաս ունենալ այն, ինչ իրանք ունեն։ Ու աննկարագրելի հեշտ է պատրանք ստեղծելը, մասնապես մարդկանց մոտ, ում համար դա միշտ եղել է անհասանելի ինչ որ մի բան կյանքում, այսինքն այնքան անհասանելի, որ մարդ նույնիսկ չի հանդգնում ինքն իր համար պարզել դրա հասանելիության անհասանելիությունը։ Ես որ ընդհատում եմ, դա խնդիր նաև նրանում է, որ այդ մարդը ասում է, ես ձեր նման, իմ համար էր անհասանելի։ Այ ձեր նման, հենց ձեր նման կյանքով եմ ապրել, այ նայեք իմ համար դարձել է հասանելի։ Այո, բայց չի ասում, որ դա իրականում անհասանելի չի եղել։ Ու այդ մարդկանց ուղեղում նստած է դրա անհասանելիությունը, ու իրանք նույնիսկ էլ եմ ասում չեն հանդգնում, տրիվիալ նայեն այդ տրոպիկներում հայտնվելու արժեքը ինչ է։ Ինչ պայմաններով կարելի է հայտնվել այնտեղ, որովհետև դա ինչ որ լուսին թռնել չի, թեպետ այլևս դա էլ ավելի քան իրագործելի, ինչ արժի, ինչ է հարկավոր, մաթեմատիկա, ամենահասարը բունգալոն։ Հա, իմին նվո այդ բունգալոն, որ ցանկացած տրոպիկում եղած մարդ կփաստի, որ մասնավորապես այն տրոպիկները, որից այտենց հրաշքներ են խոսք տալիս, ամենաէժան, ամենաքրչոտ ոչ տուրիստական եսիմինչներ, որոնք վարձով են հանձնվում, շատ աղքատ երկրում, շատ մատչելի արժեքով, ու եկեք հաշվի առնենք ուր են գնում, հա, այդ մարդը ամեն դեպքում Նյու Յորքի Penthouse-ից չի, այդ ամենը վիշյաց անում, այդ ամեն ինչը սիրուն պալմաներ կան նաև Դելիում, որտեղից մարդիկ գալիս են Հայաստանում լավ կյանքի հետևից։ Եկեք դա հստակեցնենք։ Սիրուն պալմաներ ու ֆանտաստիկ դրախտային տեսաներ կան Ֆիլիպիններում, որտեղից մարդիկ գալիս են Հայաստանում լավ կյանքի հետևից, Հայաստան լավ կյանքի հետևից, ու դնել այդ խապկանքին տրվել, ու ես որ նայում եմ այդ մարդկանց ովքեր են հետևում, ովքեր են հավանում այդ տեսանյութերը, ովքեր են մեկնաբանություն թողնում, ես ապշում եմ ու դա վախենալու է։ Դա վախենալու է ոչ թե այդ մարդկանց համար, որ իրանք կործանման ուղիղ ճանապարհի վրա են, եթե դա համարում են արժանահավատ աղբյուր ինչ որ ինֆորմացիայի կամ ուղղորդման, սարսափելի ու վախենալի է իմ համար, որպես այդ հասարակությունում ու նման մարդկանցով շրջապատված, ուսած սնոբիզմը հնչում, որին ընդհանրապես դեմ չեմ թող հնչի, ու շատ կուզեմ բոլորը ձգտեն դառնան սնոբ, вообще շատ լավ բան է, նույնիսկ կկտրեք լավ։ Նյանի ծրժավ։ Բայց ջղայնացնում է այդ։ Ամեն ինչին ուղիղ նայել հաստատ հարկավոր չի։ Մարդը չի կարա ձեզ գրքի միջոցով հանի կեղտի մեջից։ Կարանք հասկանանք, որ ոչ մեկի հաջողությունը ու հաջողության հասնելու ուղին չի կրկնվում։ Ամեն մարդ ունի իր ուղին։ Իհարկե։ Ու չպետք է մտածել, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի ուղիով հասել է այս հաջողության, եթե ես էլ նույնը կրկնեմ, կհասնեմ նույն կետին, ուստեղ չբացառենք նաև, որ ոչ մի ինչ-որ
եթե հաջողության գուրուների մասին ենք խոսում օրինակ, ոչ մի հաջողության գուրու երբեք միջևերջ չի ասում ինքը ոնց է հասել այդ կետին։ Այսինքն ինքը այդ բացը միշտ պահում է, որ կարողանա մի հատ ավել գիրք ծախի, մի հատ ավել կուրս ծախի։ Ու այդ հասնելու օրինակ մի հատ մեծ լավ օրինակ կա, Դումայի բգացի Նապոլեոն Հիլ, բոլորս գիտենք այդ գիրքը, բոլորը սիրում են, ու շատ քչերն են կարդացել Նապոլեոն Հիլի կենսագրությունը, որ մարդը մահացել է ծայրահեղ աղքատության մեջ ու միակ պատճառը, որ մի փոքր էպիզոդ իր կյանքում եղել է կայացած ու հարուստ, եղել է այդ գրքի վաճառքների շնորհիվ։ Այո։ Մոնտեսորի պատմությունը ով սեփական երեխեք են, թե չեմ սխալվում մանկական հանձնել ու հետո մանկական դասի երեխայի դաստիարակության մեթոդիկա բաներել, այսինքն մի քիչ քննադատական միտք։ Դուք ուզում եք ասեք, որ այն մարդուց, ումից որ ինչ որ բան ուզում ես առնես կամ սովորես, պիտի նայես այդ մարդը այդ ունի, թե չէ։ Չէ, մի րոպե։ Պետք է նայես այդ մարդը ինչ ճանապարհ անցել նախքան այդ սովորացնելը։ Հասկանում եք, ես չեմ ակնկալում, որ իմ ինչ ասեմ, այդ նույնն է շատ հաճախ եմ լսում, վայ տես ինքը նյուտրիցիոլոգ է, բայց 90-60-90 չի։ Ու դա մարազմատիկ բան է, ոնց չի կարելի մարդուց պահանջել, որ ինքը կարող չի ուզում այդ մարդը համապատասխանի այդ ստանդարտներին։ Չի կարելի դրանով առաջնորդվել։ Բայց նայել այդ մարդը ինչ ճանապարհ անցել։ Վերցնենք հոգեբաններին, հեռու մի գնա, հա, ամեն երկրորդը պամպերսից դուրս է թռնում, մի հատ Udemy-ով կուրս է անցնում, Instagram-ի account-ի կողքը PSY տառերն ավելացնում է, այդ հա, գալեչկայով պարտադիր, այդ հապավումները շարում է առանց հասկանալ իր բայոյում, ու նայում ես նիսյոտ какой-то երիս։ Կամ էլ այլ կարծիքից թխած կոնտենտ։ Եկեք իրեն իրանց անունով կոչենք։ Չհետաքրքրես այդ մարդը ինչ ճանապարհ անցել պսիխոլոգ դառնալուց առաջ։ Չարսնես քուրս կամ եղբայրս ինչ կրթություն ունես, որտեղ ես հապավումները ձեռք բերել։ Բայց հարցը նրանն է, որ այդ գուրուն կարասի ոչ մի կրթություն չունեմ, ինքս հաղթահարել եմ, եկել եմ քեզ սովորացնեմ հաղթահարում։ Այդտեղ ես դու կարաս ինձ սովորացնես, դու ինձ ռիլեր անես, կիսվես քո փորձով, ես լսեմ, ոգեշնչվեմ, բայց ոչ թե դա մատուցես, որ պայթացնելու են ֆինանսական առաստաղը։ Քուրս դու արդեն պայթել ես, իմ ոչ մի բանը չպայթացնես։ Ֆինանսական առաստաղ պայթացնելու փոխարեն իրականում պայթացնում են այն հատակը, որի վրա մարդիկ կանգնում են։ Դնո, ապրես, շատ հիանալի ընկնում։ Ես ուզում եի ասեի, որ կարևոր բան է ուշադրություն պետք է դարձնես տված խոստումներին եւ արդյունքները արդյոք չափելի են։ Եթե մարդը խոստանում է մի բան, որը ոչ չափելի է, ոչ զգալի, այստեղ պետք է ուշադիր լինես, ինչ են քեզ խոսք տալիս։ Հոգեբաններին եթե անդրադառնամ հոգեբաններին, օրինակ հոգեբանների մեծ մասը ի նկատի ունեմ լիցենզավորված ճիշտ հոգեբաններին խելացի երբեք ինչ որ ամպագորգոր խոստումներ մարդկանց չեն տալիս, չեն խոստանում, որ այ ես քեզ կհասցնեմ ինչ որ մակարդակի, որտեղ դա լրիվ ուրիշ process է։ Նույնիսկ ֆիթնես մարզիչը քեզ խոստումներ չի տալիս, որովհետև ինքը այդտեղ անում է աշխատանք, որը այդ օրվա աշխատանքի 50%-ն է։ Ընդհանուր աշխատանքի 20%, որ այդ ֆիթնես մարզիչի կողքը չի դու ուտում ես, կողքը չի երբ դու վատ ես քնում, կողքը չի, այսինքն այդ խոստումները ընդհանրապես կարողանում ես խոստանալ եւ երաշխավորել մի բան, որը բացառապես քո տիրույթում է, որի հանդեպ դու ունես 100%-անոց լծակներ եւ գործիքակազմ։ Ես կարամ քեզ խոստանամ, որ քո համար կնկարեմ յուղաներկով նկար, որովհետեւ կտավն էլ է իմ մոտ, ներկերն էլ են իմ մոտ, վրցինն էլ է իմ մոտ, վենտիլատորն էլ կմիացնեմ, կչորացնեմ, կտամ։ Բայց ես չեմ կարա քեզ խոստանամ, որ դու կգաս իմ մոտ սովորելու, կդառնաս Վան Գոգը։ Հաստատ միանշանակ։ Ստեղ եթե ֆիթնես գուրուներին է, օրինակ քոուչերին է, արդյունքը գոնե չափելի է, մարդը, այսինքն ինքը իր վրա տեսնում է արդյունքը։ Այս անձնային աճ կոչվածում ընդհանրապես անչափելի է։ Ես հարցնես քանի սանտիմետր ես աճել անձնապես։ Ես չեմ հասկանում, իրոք չեմ կարող հասկանամ ինչ է նշանակում անձնային աճ, այսինքն դուք ինչ որ բան եք աճացնում, ինչն է աճում, աճում է թե ոնց եք նկատում, որ աճեց։ Ոնց եք նկատում, որ աճեց։ Կոնկրետ որտեղ է աճում։ Իրոք չես կարող հասկանաս ինչ է նշանակում անձնային աճ։ Այսքանը։ Անուններ չենք տալու, հա։
Ինձ թվում է բոլորն էլ իմացան, ես ուղղակի ուզում եմ մի բան ասեմ, սրտի խոսք ասեմ էլի Ժորժ ջան։ Ես ուզում եմ Հայաստանում լինի cancel culture։ Ես շատ եմ ուզում, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ ընդվզելու ու խելացի մարդիկ ստիպված չլինեն տուժել հիմարների հանդեպ հանրային պարտադրված տոլերանտություն դրսևորելիս։ Դա դեգրադացիայի արագացված կուրս է։ Դա ոչնչացման, ինքնաոչնչացման մեխանիզմ է, արագ այդ ռումբի countdown, հա, հետ հաշվարկ։ Ես ուզում եմ խելացի մարդիկ, ովքեր մտածում են, ովքեր ունեն ինքնակննադատություն, ովքեր ունեն քննադատություն, ինչ-որ բան, մի քանի բան են կարդացել, ոչ թե ինչ-որ բան են կարդացել, որովհետև ինչ-որ բանը հաճախ սրա նրա story-ն է։ Կամ ինչ-որ մեկի Facebook-ի ստատուսը, կամ ռիլերը, ու ես այնքան եմ վերջերս հանդիպել մարդկանց, ովքեր ասում են, դե ես այս գիրքը կարդացել եմ, ժողովուրդ, Instagram ունենք բոլորս։ Այն էջերը, որտեղ 1.5 րոպեում գիրք են պատմում, տեսնում ենք բոլորս, ու երբ դուք հանդգնում եք ասել, որ այս կամ այն գիրքը կարդացել եք, վստահ գոնե GPT-ի հետ խոսացեք, մենակ ռիլով մի պատմեք այդ գիրքը, որտեղ հնարավոր չի վայնայի միրը ռիլով հասկանալ։ Այդ խնդալու է, դա դուք դրանով ընդհանրապես ձեր տկարամտությունն եք ցույց տալիս, այդ չգիտեմ, բայց anyway, ասածս հենա, որ ես շատ ուզում եմ, որ մարդկանց cancel անելը, եթե այդ մարդը արժանի է cancel լինելու, եթե այդ մարդը հոգևորությամբ է զբաղվում, խեղում է ճակատագրեր, խեղաթյուրում է փաստեր, խափում է, դրամաշորթում, որն ամենասարսափելին է, օգտվում է մարդկանց ցածր սոցիալական նվաստ սոցիալական հնարավորություններից ու դրամաշորթությամբ է զբաղվում։ Ես ուզում եմ, որտեվ ամեն դեպքում դեմոկրատիայի շրջանում եւ ազատ խոսքի միջավայրում այդ մարդուն դրա համար դատի տալ միգուցե հնարավոր է, բայց շատ դժվար է, բայց հանրային cancellation-ը դա գործիք է, որը օգնում է կանխարգելել խեղված ճակատագրեր։ Ես էլ ասելու բան չունեմ։ Դավիթ ջան, ինչ կասես մեզ լսարանին։ Ինչ ասեմ։ Եթե բան չես ուզում։ Եզրափակիչ խոսքեր։ Կարող ես ոչ եզրափակիչ էլ, հա։ Այդտեղ cancel culture-ի վերաբերյալ ուղղակի ուզում եի ասեի, որ ինքը իրանից ամեն դեպքում տոքսիկ երևույթ է ներկայացնում ու cancel culture-ն հենց ստացվում։ Բայց տոքսիկ է։ Որ չէ, որ cancel են անում հենց այն մարդկանց, ովքեր խոսում են ճիշտը։ Դրա համար դրան ասեցին cancel culture ու cancel արեցին այդ cancel culture-ը, որովհետև հասարակությունը երբ որ համախմբվում է, քննադատական միտքը կորցնում է։ Այսինքն սկսում են cancel անել այն մարդուն, որ խոսում է ճշմարտությունը։ Ցավոք սրտի։ Դա պայքարելու ձևը այդ պալմի տակ աճած թփերի որն է։ Մարդկանց կրթելը, որ մարդիկ հասկանան, թե ում վստահեն, ում չվստահեն ու հասկանան, որ ամեն մարդ չի, որ խոստանում է իրանց երազանքների կատարում, ունի ամենալավ մտադրությունը իրանց վերաբերյալ։ Այդ այսինքն կրթել ինձ թվում է ու ինչքան շատ մարդ խոսա այս թեմաներով, անձնային աճ, քոուչեր, գուրուներ եւ այլն, այդքան շատ մարդ ինձ թվում է կրթված կլինի ու կհասկանա, թե իրան ինչ են խոսք տալիս, ինչ խոսք չեն տալիս, ով ինչի մասին է։ Սենց Խոսելով կրթությունից։ Ես ուզում եմ անպայման խորհուրդ տաս մեր լսարանին 3 գիրք։ Որտեղ կթողենք գրքերը, ինձ թվում է դու այն մարդն ես, ով հաստատ ում խորհուրդներին արժի հետևել։ Ասեմ, կարելի է 4 գիրք ասեմ։ Թեկուզ 5։ 4 գիրք։ Ես գիտես կներես ընդհատում կարդացող մարդուն, որ ասում են քո ամենասիրած գիրքը, յանգնում է կոգնիտիվ դեսոնանսի մեջ։ 4 գիրք եմ ասում, ուրեմն առաջինը Jordan Peterson 12 Rules for Life, երկրորդ գիրքը Growth Mindset Carol Dweck, երրորդ գիրքը Dr. Caroline Leaf Neuroplasticity։ Տենց որ գրեն գբերի գիրքը, ինքը մի քիչ ուրիշ անվերնագիր ունի։ Cover-ները կգտնենք։ 3 հրաշալի գիրք ու 4-րդը, որ բոլորին խորհուրդ եմ տալի կարդան, դա Փոքրիկ իշխանն է։ Որովհետև Փոքրիկ իշխանը շատ գեղեցիկ, շատ հասկանալի ձևով ներկայացնում է ինչ տեսակի աշխարհում ենք ապրում ու ինչ տեսակի մարդկանց հետ ենք մենք շփվում։ Շատ համամիտ եմ։ Ես էլ
Չունեմ ես ասելու բան։ Ես չունեմ։ Իսկ ես ունեմ ուզում ձեզ շնորհակալություն հայտնեմ անպայման, որ ինձ հրավիրեցիք այսօր, վայելեցի ես այս զրույցը, իսկականից շատ հաճելի էր ինձ թվում է մենք լավ հետաքրքիր, բայց եւ օգտակար թեմաներից զրուցեցինք, այո, ու հույս ունեմ, որ ինչ որ գոնե մի քանի հոգու օգուտ կբերի այս խոսակցությունը։ Միշտ ասում ենք, եթե նույնիսկ մեկ հոգու դեպի լավը դառնալու ճանապարհի այդ մտածմունքի սկիզբը մենք ենք տալիս, համարենք, որ նկարագրելի ստացվածը մեր ամբողջ ներդրած ջանքն արդարացված է։ Դավիթ ջան, մենք էլ ենք շատ շնորհակալ, շատ մեծ բավականություն եմ ստացել անձամբ ես։ Մենք վստահաբար էլի կհանդիպենք, որովհետև այն օրը Դավիթը դա է խոսում, որ ես անբոքսինգի շրջանակներում էլ կուզեմ, որ մենք հանդիպենք։ Ես շատ ուրախ եմ քննարկելու։ Շատ հրաշալի թողարկում կլինի անբոքսինգի, որտեղ հաստատ դուք իրար հետ լիքը բաներ անբոքս կանեք, ես կգամ այդ նկարահանմանը, չեմ համբերի մինչև լույս տեսնի էպիզոդը։ Իսկ ես սիրելի մարդիկ, միգուցե հնչեցին սուր կարծիքներ, միգուցե հնչեցին սուր եզրույթներ եւ միգուցե ինչ որ տոքսիկ բաներ, բայց բոլորս էլ մարդ ենք եւ հաշվի առնելով, որ սա հեղինակային հաղորդում է, մենք մեզ իրավունք ենք վերապահում հաճախ լինել սուր, դրա համար էլ հաղորդումն ունի հենց այս անունը, ոնց որ Դավիթն ասեց էպիզոդում, եկեք բառերի եւ անվանումների էտիմոլոգիան հասկանանք, հիմքը հասկանանք եւ նոր եզրակացություններ անենք։ Ամեն դեպքում մեր լոյալ լսարան, ովքեր միշտ մեզ հետ են, վստահաբար սովորա այս ֆորմատին։ Իսկ ես որպես վերջաբան կասեմ, որ շատ բաներ կան, որոնք շատ ակներև մեր ձեռքում են։ Շատ բաներ կան, որոնք այդքան էլ ակներև չեն, բայց էլի մեր ձեռքում են, ու շատ բաներ կան, որ մեր տիրույթից եւ մեր լիազորությունների շրջանակներից դուրս են։ Այն ինչ մեր տիրույթում է, կարելի է ուղղակի հանուն ինքներս մեզ փորձենք լավագույնս ու մաքսիմալով հաճույք ստանալով process-ից իրականացնել ու էպիզոդի ընթացքում խոսեցինք արձակուրդներից, ես միշտ ասել եմ ու կասեմ իմ կյանքի լավագույն ներդրումներից են հոգեթերապիան, ճամփորդությունը եւ լազերային էպիլյացիան։ Խոսելով ճամփորդությունից ձեռք բերեք անպայման Evoca-ի travel card-ը, որովհետև Evoca-ի travel card-ով ճամփորդելիս ստանում եք 8-ից 9-10 առավելություն ի տարբերություն այլ քարտերի, անվճար մուտք business launcher, ձեզ եւ ձեր ընկերների համար անվճար Wi-Fi, cashback-եր 1.5%-ի չափով, առավելագույն ամսական 20,000 դրամ, fast tracker, որը նշանակում է առանց հերթերի միգրացիոն ստուգման կետերի անցում արագ եւ առանց խցանումների ու հոգնած վիճակում ինչ որ առանց հենվելու տեղ ունենալու կանգնելու ու ճամփորդական ապահովագրություն, մի խոսքով շատ են նույնիսկ թվարկելու համար են շատ, մենք մանրամասները կթողնենք, ինչպես նաև կթողնենք առցանց պատվիրելու հղումը եւ եթե ճամփորդում եք անպայման շատ խորհուրդ եմ տալիս որպես օգտատեր այդ քարտի ունենալ, իսկ եթե չեք ճամփորդում սկսեք ոչ միայն սկսեք, արագացրեք վերադասավորեք նելին այսօր ճիշտ բան ասած վերադասավորեք ձեր առաջնահերթությունները, որտեվ կյանքը մի անգամ է տրվում, բայց եթե լավ ես ապրում ու կայֆով ես ապրում, մի անգամ էլ լրիվ հերիք է։ Այսքանը։ Այսօր այսքանը։ Bye.